Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, եթերում է հանրային ձայն հաղորդաշարը, այսօր նոյեմբերի 24-ն է, չգիտեմ իմ ուտղի ագնեմ 23, ստեղ հետ չեմ տվել ներեղութին ենք խնդրեմ, այսօր նոյեմբերի 24-ն է ուրբաթ, և մենք ձեր հետ հանդիպում ենք այս շաբաթվա վերջին թողարկումով, հուսամ վերջին, և ոչ մի արտակարգ միջադեպ տեղի չունենա շաբաթ կիրակի։ Так, ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին, բայց մինչև ներս հրավիրելը, պարոն Աբազյան, Անդոյ, այսօր ևս մեր հյուրն է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ոնց հասկանում եմ տպավորված է մեր այդ հանդիպումներից և ցանկանում է հաճախակի ներկա գտնվել այս խորհրդակցություններին։ Ուրին տեղակալ Տահաճմարտ, Սասուն Խաչատրյան, Վահե Ղազարյան, Արգիշտ Քյարամյան անբարոյականի զավակը և Ազատուհի Պոռնիկի տղան, Քրիստիկը և իհարկե Ռուզիկը, ատոզուկվեր են, զարդարվեր են, եկեր են, նստեր են։ Ռուզիկ, խնդրում եմ մոտեցիր դռանը և ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին։ Ես կփորձեմ այսօր լինել մաքսիմալ կիրթ, որքան որ իմ նյարդային համակարգը ինձ թույլ կտա։ Ամիրա Փալաս հոթելի ղեկավար կազմ Կոմիտաս Բազիկյան, ինչպես նաև ուրին սեփականատեր Խարվազան, Իրանի քաղաքացի։ Դրա հետ մեկտեղ Մասիվի քնչականի պետը Հայկազի տղա տեղակալով հանդերձ։ Հայկազի տղեն ուր է? Հայկազի տղեն հեսա, անցի, նստի։ Մենք նախորդ հաղորդմանը անդրադարձել էինք Ղարաբաղցի Գարիկ կոչված վիժվածքին։ Հիմա հստակեցնենք Գարիկ Աթոյան։ Անցի նստի։ Ես կխնդրեմ, որ Աննա Վարդապետյանն այս անձնավորության հետ զինվի թուղթ ու գրիչով։ Բնականաբար չենք կարող անտարբեր Նիկոլ Փաշինյանի այսօրվա ինտերվյուից, այդ տեսազանկ եւ այլն ժամեր տևող ինտերվյուն, ուստի Նիկոլ Փաշինյանը այսօր եւս հրավիրվում է մեր տաղավար։ Նիկոլ Փաշինյանին դիմավորում Քրիստիկ։ Դու շատ սիրում Նիկոլ։ Ես ասեմ, այսօր կուլտուրական եմ ուզում ելնեմ մի քիչ, տենամ կստացվի։ Ներս ենք հրավիրում նաև Սանոսյանին, Սանոսյան գնելին, Աննա Բոլեին, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, այմա որ ասում եմ քորվում աջանս, Օգանովսկուն, հայտնի Ղարաբաղյան գեներալ, Ուրին ինկասատոր Պետո, Հայկ Դավթյան, Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի խորհրդական կար, այտենց մի հատ ղախպարկղ դրան, Վադևայ Ղազարյանն է ստեղում, MVD-ի զամմինիստրը Արփինե Սարգսյան, ինչ լսել էի, բայց դլո զամմինիստրը MVD-ում չէի լսե, արդեն լսեցի, սա էլ պարզան, ԵՊՀ ռեկտորին, սան կանադարնանք, սան է կանա, ՏՄՊՊ ղեկավարին և իհարկե Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի լրագրող ղեկավարին։ Նախ անցինս դեղջ Ինչ կխմեք տիկին Աննա Լոլիկի բնական հյութ Դու Տհաճմարտ Նրան բնական հյութ Ինքը նրան սոկ է սիրում
Վայ Ղազարյանին, Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ հյուրասիրել լոխում, փոշիով լոխում, մեջ են բարձրական արաբական պոպոկով լոխում, լոխումներին լոխում։ Վաղը ամսի 25-ն է, նոյեմբերի, ես ուզում եմ ընկնեմ առաջ, որովհետև մենք վաղը եթեր չունենք, եւ ուզում եմ շնորհավորել Մոնթե Մելքոնյանի երկնային ծնունդը։ Եվ խնդրած կլինեմ բոլոր այն անձանց, ովքեր հիրավի հարգում են եւ շարունակում են հարգել այս մարդուն, Մոնթե Մելքոնյանին, վաղը այցելել վերջինիս գերեզման եւ հարգել այս ազգանավեր, ազգասեր մարդու երկնային ծնունդը։ Մոնթե Մելքոնյանի պես մարդիկ մեր ազգին շատ են պետք, բայց ցավոք սրտի չկա, նեմա։ Ինչևից է, նախապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն անձանցից, ովքեր վաղը կայցելեն Մոնթե Մելքոնյանի գերեզմանին։ Այսօր տեղի ունեցել ներողություն ամսի 23-ին ըստ Շամշյանի ժամը 15:20 տեղի է ունեցել ավտովթար DTP Սարալանջից դեպի Ազատության պողոտա բախվել են Մերսեդեսը եւ Օփելը։ Ուրեմն Օփելը եղել է տաքսի, ոնց հասկացա, տաքսու մեջ եղել է 13-ամյա մի երիտասարդ։ Վարորդը եղել է հնդիկ, Հնդկաստանի քաղաքացի։ Չճանաչելով քաղաքը, չտիրապետելով Երևան քաղաքին, մարդը վարել է Yandex տաքսի, ես չեմ կարողանում հասկանալ Հնդկաստանի վարորդական իրավունքները Վայ Ղազարյան լեգիտիմ են Հայաստանի Հանրապետությունում։ Ես որքանով գիտեմ, ոչ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում անգամ Ֆրանսիայի վարորդական իրավունքը, չգիտես խի։ Բայց եթե անգամ լեգիտիմ են, ուզում եմ հասկանամ Հնդկաստանի քաղաքացին իրավունք ունի Yandex վարի, կարա է անձնական մեքենան քշի, բայց տաքսի քշի, հանրային ծառայություն մատուցի, ունենալով Հնդկաստանի վարորդական իրավունք եւ չտիրապետելով Երևանի փողոցներին, չտիրապետելով ես չգիտեմ ռուսերենա Yandex-ը տոլի հայերեն այդ լեզվին։ Մտել է հանդիպակաց երթուղի բախվելա, որի արդյունքում շատ ծանր է երեխայի վիճակը, տղա երեխա։ Ես առողջություն եմ մաղթում այս խեղճ երեխային եւ հորդորում եմ ծնողները զինվեն համբերությամբ, բայց ուզում եմ հասկանամ, ինչ են անում տաքսիների ղեկին այլ պետության քաղաքացիներ նամանավանդ Հնդկաստանի։ Ես ոչինչ չունեմ հնդիկների դեմ։ Բայց տաքսի իրավունք ունի նա վարելու, ինձ թվում է ոչ։ Հնդկաստանի քաղաքացին գտնվում է ազատության մեջ, չի ձերբակալվել, չի կալանավորվել։ Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր, սրա պատասխանով է տալու։ Վայ Ղազարյան։ Ընկած քո պարեկները պլոնկա, ռեմեն, ինչ ռեմեն, ինչ բանա պլոնկա, բանը Տեխասմոտրի համար, գույքա հարքի համար մարդուն հետապնդում են, մարդուն տպում են, տպելուց էլ է տպվողի հերը ինֆակտից մեռնում է։ Բա քո պարեկներ այդ անգրագետների հավաքածուն, որ բերել եք, հավքել եք միտեղ, ինքը չի տենում կամ ասենք ինչ է նշանակում, հիմա Yandex-ին ով պիտի բռնաբարի։ Հնդկաստանի քաղաքացին, որը ոչ լեզու գիտի, ոչ բերան գիտի, ոչ տար գիտի, ոչ բան գիտի, ոչ քաղաք գիտի, ոնց է նստե Yandex-ի ղեկին եւ պատճառը հանդիսացել 13 տարեկան երեխայի, այսպես ասած, ռեանիմացիա ընկնելուն։ Հա? Վայ Ղազարյան։ Ես էլ խոմ ձեր համար Նիկոլ Փաշինյանը չեմ, որ 10 տարի ասեմ ու ոչ մի բան չասնի։ Ուրեմն հորդորում ես, հրամայում ես, չգիտեմ, ինչ ես ուզում անեմ ես, որպիսի քո պարեկները սկսեն բռնաբարել բոլոր այն տաքսիներին, որտեղ որ նստած է արտասահմանցի։ Այդ մարդը ոնց է նստե մեքենայի ղեկին։ Խի Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանում չես կարող քշես Yandex,
թույլ չի տալի։ Նույն ձևեր դուք դրեք եւ արգելեք։ Մարդը քաղաքը չի ճանաչում, լեզու բերան չգիտի, ո՞ց է քշում տաքսի։ Այդ հնդիկ վարորդը հայերեն հասկանում է, կամ ռուսերեն։ Հա? Խոն դու գանդուն չես։ Ու վերցնում է ուղևոր, երեխեն լավ հասկացանք ուղևոր է 13 տարեկան։ Կարա չվայ մի ռեմեն գցելը։ 13 տարեկանի նախ ինչի՞ է վերցրել։ Առանց մեծի ուղեկցությամբ լավ եթե վերցրել է։ Խի չասեք գցի այդ բանը ամրագոտին։ Ու այդքանից հետո դու վարորդին բաց ես թողում։ Ո դու բոզի տղա չես, արգիշտ։ Արգիշտը գիտենք բոզի տղա է, մենց էլ հարց եմ տալım, բա դու վայ Ղազարյան։ Հասկացանք ձայնազուրկ ես, հասկացանք անգրագետ ես, հասկացանք կոռումպացված ես, հասկացանք տգետ ես, հասկացանք որ քո զամինիստրը Արփին է Սարգսյան, Սորոսական ես ագարկել, էքսկավատորն առել է տակը փորմա վրեդ խաբար չկա։ Դու հասկանում ես։ Դու ես միշտ ասել եմ ազգի դժբախտությունը կայանում է նրանում, որ այս ազգը ղեկավար պաշտոնների են բերում նշանակում մարդկանց, ովքեր սեփական տունը չեն կարող կառավարեն։ Հասկանում ես, վայ Ղազարյան։ Արփին Սարգսյան բերե նշանակել ես քեզի MVD-ի զամմինիստրը։ Ով է այս ագարկեն, այս դլոն, ով է այս սորոսական պորնիկը։ Կոմյուս զամմինիստրն էլ գնում մտնում է նավ ներքին անվտանգության վարության շենք։ Պահակը չի թողում որ բարձրանա վերև, որովհետև դեմքով չի ճանաչում։ Ասում է ես փոխնախարար եմ, ինձ ասում է լուրջ ես, ասում այ բոզ։ Ես տեղ հիշեցի հայտնի պատմությունը, որը տեղի էր ունեցել Երևան քաղաքում, երբ որ մի գայիշնիկ կանգնացել էր Օղորմածիկ Գորիկին, Գորի Գուրգենիչին, որ ներկայացել ասել էր գեներալ գնդապետ Հակոբյան ասել էր չէ, մարշալ Ժուկով Տոլի Բաղրամյան։ Նույն րոպեին ազատել էին աշխատանքից։ Այս պատմությունը ես հիշեցի։ Ինչքան լոխում գոյություն ունի, սաղին բերել լցել են ուժային կառույց։ Արփին Սարգսյանին, որ բերել նշանակել ես քեզ զամմինիստրը։ Քո կադրերի գլխավոր վարության պետին вообще հարց տվել ես, այս աղջիկը ով է։ Who is it։ Հա, հարց տվել ես։ Իսկ ինչու։ Իսկ դու գիտես, որ Արփին Սարգսյանի հայրը բոզի տղա է բարիս ամենաբուն իմաստով։ Հոգեպես։ Այն որ մաման բոզա, էդի մեղք չի։ Մաման կարա տարբեր տղամարդկանց սիրի։ Դա մեղք չի։ Որովհետև կարա պապան ալնի խեռի գլոխ։ Բայց այս մարդու հայրը մեղադրվել է եւ դատապարտվել է պաշտպանության նախարարությանը բանակին թալանելու համար։ Դու հասկանում ես, վայ Ղազարյան։ Քո նախարարի պապան, փոխնախարարի, դատվել է բանակը թալանելու համար այդ կամերաների գործով եւ այլն։ Եվ բանակը թալանած բոզի աղջկան բերե նշանակել եք զամինիստր, հիմա էլ տակը տափորեմ, որ նստի մինիստր։ Լավ, Նիկոլի նշանակած կադրերից որևիցե մեկը կարա համապատասխանի այն պաշտոնին, որի վրա որ իա նշանակել են։ Կամ ուզում ես լիկվիդացնես քո բուժ վարչությունը, ռաս խոս գնաց MVD-ից։ Դու ուժային կառույց ես։ Ուժային։ Քո տակամտնամ ներքին զորքերը, պարեկները, մարեկները, կարմիր բերետ, դեղին բերետ, կանաչ բերետ, գալուբոբ, ոբշեմ ինչ ծիածանի 7 գույն կա, քեզ բուժ վարչություն պետք չի։ Հոսպիտալը ընդե գմփսրիչ։ Հիմա էլ գնացեք կպել եք պոլիկլինիկայից, քեզ պոլիկլինիկա պետք չի։ Ու քաղաքապետարանի առողջապահական վարչության պետք կա Դավիթ Ռենեիչ։ Դու ճանաչում ես սրան Աբազան։ Ես էլ չեմ ճանաչում, գրի մոտդ։ Այս բոզի տղեն, որը ժամանակա որ պաշտոնակատար է, աշկա դրե MVD-ի պոլիկլինիկայի շենքի վրեն, որը կենտրոնում է, բժշկական համալսարանի կողմը, ասում են պոլիկլինիկան գմփցնենք, MVD-ին պոլիկլինիկա պետք չի, որև շենքն էլ ծախեն լապեն։ Ու տեղի ձայնազուրկ բուժաշխատողները փոխանակ գան կոմոդ հանդիպման, զանգում են Վարդան Ղուկասյանին են ասում, մետեր էլի, մեզ ծծցնում են։ MVD-ին պոլիկլինիկա պետք չի։
Դու այդքան ծառայող ունես 10,000 եթե ոչ ավել MÇS-ն էլ մսրեցին ոռդ Քո ժողովրդին պոլիկլինիկա պետք չի այս մարդիկ ուր են գնալու Տեղեկանքա բուժկոմիսիա էսա այնա այդ ստուգումները ոնց են անցնելու Դու այդքան պիտի կարանաս պետպատվետ բագես Մի հատ ատամ քաշելու, թերապևտի մոտ մտնելու, ակուլիստի մոտ գնալու եւ քո միլիցեն դուրը գնա Այս հիվանդանոց, այն հիվանդանոց ույանց պապայի գներն էլ այդ հիվանդանոցը մցնի քո ոռը, որ ես 10 հատ միլիցու ատամ եմ քաշե կամ ոռի ծակ եմ նայե, ինձ դու պիտի միլիոնավոր դոլարնի բան անես, փոխհատուցես։ Էսի չեք անում դու կարա։ Ո՞ս կա MVD-ի հոսպիտալը գմփսնիկ։ Ոչ մի կերպ չէ, դաժե Գասպարյան Վովան, նորից պիտի ասեմ, ես ներկա եմ եղել։ Այդ խոսակցությանը ես ներկա եմ եղել, երբ որ Եղազարյան Վարդան Բոզի տղեն մտի ասում էր, MVD-ի հոսպիտալը պետքա փակվի։ Ասես խոմ դու Բոզի տղա չես։ Ո՞ս կարա ուժային կառույցը լինի առանց հոսպիտալ, բայց ես իմ հիվանդ միլիցուն, վիրահատվող միլիցուն, ոտը կոտրած, ձեռը կոտրած, ընտանիքյան ուր ուղարկեմ։ Ուր Հիմա այդքան միլիցու Այդքան MÇS ունես, միլիցիա ունես, այդ մարդիկ ուր դե պիտի գնան, ատամ քաշեն, հետազոտ կոմիսիա անցնեն, Իզմիրլյան, թե Նայիրի բժշկական կենտրոն, Ռոբերտ Քոչարյանն ես ուզում հարստացնես, Վայ Ղազարյան, հա, ավտոները Ռոբիկից, շտաբօգնության ավտոները Ռոբիկից, պարեկները Ռոբիկից, հիմա էլ ուզում եք միլիցիա կենգարկեք Ռոբիկի մոտ Հիմա Ռոբիկը ընդդիմությունա թե բիզնես պարտնորա ձեր հետ Նիկոլ Փաշինյան Լավ էս կարգի խիար Ու ամենահետաքրքիրը գիտես զորնա Վայ Ղազարյան ամենահետաքրքիրը քո պահվածքը քո խոսալը քո անձնակազմի հետ Քո անձնակազմը քեզանից զզվում է այնքան ինչքան դու զզվում ես Նիկոլից Այ սաղ ուժայիներով Դու այ մարդամեկը թող հիմա հետևություն անի Դու կայնում ես ասում ես գոհ եմ պարեկներից, գոհ եմ կամիտ բերետներից, գոհ եմ սրանք, բայց գրլում ես ամբողջ օպերատիվ բլոկին Օպերատիվ բլոկին եթե մի մինիստր գրլեց Վայ Ղազարյան Քո MVD-ի հաց ու ջուր տվողը MVD-ի հեղինակությունը բարձրացնողը MVD-ն որպես MVD սարքողը դա օպերատիվ բլոկն է Նոր օպերատիվ բլոկից հետո գալիս է արդեն մնացածը բայց առաջի տեղում օպեր բլոկն է Ուզենք թե չուզենք Քո դեմքը պարզ պահողը բացագործում բացահայտող եւ այլն օպեր բլոկն է որին որ դու չես սիրում որին որ դու հրապարակայնորեն բոլորին գրլում ես Գասպարյան Վովանն էլ էր գրլում հանում էր կոնկրետ մեկին խլշում դնում էր Ես քեզ հիմա դասեր եմ տալի Դրա համար էլ քաղաքը վխտում է նարկոտիկի մեջ Դրա համար էլ քաղաքը վխտում է հանցագործությունների մեջ Բոզի տղությունների մեջ որովհետև քո օպեր բլոկը քեզ ատում է Ես ոչ մի կերպ չեմ ուզում թերագնահատեմ ծառայողական բլոկին Բացարձակ նրանց գործն էլ է ծանր Հարգանքի արժանի Բայց օպեր բլոկին ուրիշ է Օպեր բլոկում աշխատում պիտի ուղեղ ունենաս շատ որ օպեր բլոկում աշխատես ստեղծագործական ջիղ մենակ պատմահելը չի Իսկ դնել պոլիկլինիկան գմփցնել շենքը ծախել շինել հյուրանոց կամ չգիտեմ ես իմիջ քո հիվանդները որտեղ են գնալու ստուգվեն տավարի ցավ Ազնագրային վաբշե չունես, պասպորտ սեղան հասկացողություն չկա, գոյություն չունի, արդեն սաղ են խոսում դրա մասին, պրավալ եք տվեք, գմփցրել եք։ Մի բնակավար, մի վարսություն քո մոտ չկա, որ գործի։ Պարեկներն էլ քոնը չեն են, ամերիկացիք են ֆինանսավորում, նրանք էլ մեռնազաղ Երևան ու Հայաստանը գմփցնելով։ Չմո Լրիվ չմո, ոնց որ
վարշապետ կոչվածն է, չմո։ Բշական, բշկոկոն, ԵՊՀ ռեկտոր, ուր այդի, stand up։ Մարդ չգիտի արդեն ես ինչ տոնով խոսա։ Ստացել ենք բողոք ուսանողներից։ Ես կա ուրա ուզում եմ կարդամ։ Մի քանի բան կա, բնակավար կա, որոնք ինձ մոտ միշտ եղել են ուշադրության թիվ 1 կենտրոնում։ Ծերանոց, մանկատուն, ուսանող, զինվոր։ Այս 4 կատեգորիան իմ մոտ միշտ եղել են առաջնահերթության վրա։ Հիմա կարդում ենք։ Լսի։ Մալ։ Խնդրում եմ բարձրաձայնել։ Հանրային ձայն մեր հույսը դուք եք։ Ձեն հանենք տնից կհանեն, հա, ԵՊՀ-ի ուսանողի տանը, այսինքն կոչվում է հանրակացարանում, կա սենց մի խնդիր։ 12 լվացքի մեքենա կա, որոնցից նախավերջինը այսօր է փչացել։ Ուրեմն 12 լվացքի մեքենայից աշխատում էին 2-ը, մեկն էլ այսօր կմպած։ 2 մասնաշենք։ Ամեն մեկը 6 բնակելի հարկով։ Ամեն հարկում 12-ից 13 սենյակ։ Միջինում ամեն սենյակում 2 հոգի, ընդամենը 1 լվացքի մեքենա։ Մունաթ են գալի, թե բա դուք եք վատ վերաբերվում 18 թվականին տեղադրված գույքին, որոնք ամեն օր աշխատում են։ Ամեն ամիս հանրակացարանի բյուջե է մտնում 8 միլիոն դրամ։ Աննա Վարդապետյան։ Բայց դրանք ծախսում են օրինակ փուֆիկի վրա ծծցնեմ քեզ։ Ադմինիստրացիայում բազմոցներ։ Մի անգամ էլ տեսել են, որ այտենց ճոխոտ մեբել են բերել 2 մուտքով մցրել։ Հերիք չի իրանց մարմնի 5-րդ կետի դիրքն են հարմարեցնում, կուլտուրական ուսանող ա եղել, իմ խելքին ա։ Մի հատ էլ պարետը բնակիչների վրա մունատ գալիս ու շատ կոպիտ պահում իրան ընդհանուր չաթով։ Տնորենը իրան գցելա մի կողմ, մենակ ադմինների գրազնա լայքում։ Տնորենը նախկինում գլխավոր մասնաշենքի գիրք ու սուվենիր ծախողն է, խնդրեմ։ Առևտրական ղախպեն եկե դարելա ոչ տնորեն, բոշ են։ Էլ չեմ ասում, որ այլ համալսարանի ուսանողների շատերին հանեցին, թե բա մենակ ԵՊՀ ուսանողները պիտի մնան, խի։ Ուսանողն ուսանող չի, ինչ կապ ունի ԵՊՀ-ից հա, պոլիտեխնիկից հա։ Ուսանողների շենքը տվել եք են բոզիս տղուն, ինչ էր կոչում է դրան։ Հեսա այդ համբերեք, ու բերեցին նոր այլ հանրակացարանների ուսանողներ, հիմա մարդ վախումած ձեն հանի, տնից հանեն, այսինքն հանրակացարանից, տան գնեն էլ գիտեք, տնորեն Արմենակ Հարությունյան, փոխտնորեն Ռաֆայել Հովանիսյան, Պարետ Գևորգ Պարավյան, այս 3 ղախպիտղին բերեք ներս։ Նախ, ուզում եմ հասկանամ, ընկեր ԵՊՀ ռեկտոր, այս եկա շենքի մեջ 2 ներողություն, 1 լվացքի մեքենա, հա, կատարյալ հակահիգենիկ վիճակ, անտիսանիտարի է, 8 միլիոն դրամ լծվում է ամսեկան ըտեղ, ես խնդրելու եմ իմ ավականին վաղը այցելի այդ հանրակացարանը։ Եվ եթե վաղը իմ ավականին այցելելուց այնտեղ լվացքի մեքենաներ չեն եղել դրած, Արմենակ Հարությունյան, Ռաֆայել Հովանիսյան, ամբողջ ուսանողությունը գալու է ձեր տուն։ Ափսոս ես վաղը չունեմ Երևանն է խոսում, ես կխնդրեմ ավականին վաղը այցելի այդ հանրակացարանը։ Իսկ ԵՊՀ-ի Գյոզալեմ հանրակացարանը Ձերժավայի Արկադիկա Սլավիկային բոզիս տղու վրա ծախեց։ Ընկեր ԵՊՀ-ն, որ ծառի արմատը ծակել է, սալարկայի լծե մեջը ղախպի տղեն։ Ու անօրինական էլ 6 հարկ ավելացնելու թույլտվություն ատվե Հայկ Մարության բոզի տղեն։ Դրա համար ասում, վերահսկողության պետի պաշտոնը մրցույթով է, մրցույթով կնգատ ծսցնի Ալամն ու Բարաշենը, ով շատ երկար թքի առաջինը էնի ծսցնի կնգատ։ Ասենց ուսանող եմ պահում ԵՊՀ ռեկտոր, կամ
Եփը հնեք գմպցնեմ, ասում հրդե է բռնկվել։ Ինչ խռիս հրդե։ Շենքը պայթացնում եք հրդե է բռնկվել։ Սուրմալուն եղավ։ Հա։ Հրդե։ Այդ հրդե բռնկման այդ 3 հոգինս էս դանդաղ նստան մեջ վարվան։ Դուր էր գալը միած։ Արա ուր է մտնում եք ավիրը մեկ արա։ Որտեղ Նիկոլը կադրը իա մարդկա սա կմփցնում են մի հատ բնակավար ես ավելի նախընտրելի է եթե անգամ բացվի պորրկագրության կամ պորրկության մինիստրություն մի հատ իա ընտրասպորնիկին բերեն դնեն այդ էլ կպայթի այդ Հայաստանում պորրի չի մնա դեռ պիտի խոշորացուցով ընկնես ծերեթելի մանգած որ բան գտնես պորնիկ այդ էլ չես գտնի Միգուցե այդ բնակավարից վրա սկսեք աշխատելը։ Ինձ ԵՊՀ ռեկտորը լսավ, այդ թվում նաև այդ հանրակացարանի ադմինիստրացիա, վաղը եթե մերոնք այցելել են, ունդեղ լվասկի մեքենաները 12 հատ չեն եղել, ինչքան եղավ բացի 12-ից։ Այդքան անգամ հանրակացարանի տնօրենի տուն ու տեղը ռեկտորի տուն ու տեղով ծծցնելու եմ։ 12 հատ լվասկի մեքենա վաղն առավոտյան ժամը մինչև 11-ը պիտի լինի դրածը տեղ։ Չէ տա մեկանց մեկի կոմերետ այցելելու են։ Վայն եկավ տարավ հանրակացարանի ղեկավար կազմին։ Եթե ընդե լվասկի մեքենա չեղավ 12 հատ աշխատող։ Ծծցնելու եմ ռեկտորի տուն ու տեղը։ Էլ չի կանալու մտի համալսարան։ Հետաքրքիր է, քո կնիկը յա լիվչիկը հարևանի լվասի մեքենայի մեջ կլվա կնիկը լիվչիկ հագնմա Այն լիվչիկն ու տրուսիկը կգցի հարևանի լվասի մեքենան Հա, չէ, հիգենա է Ասեցեք ուսանող պահեմ, զինվոր չեք կարըմ պահեք, չգիտեմ հոգեկան հիվան չեք կարըմ պահեք, ծեր մարդ չեք կարըմ պահեք, ուսանող չեք կարըմ, ընտանիք չեք կարըմ պահեք, կնիվ նյա հերթինա բաժնը, մարդ նյա հերթինա բաժնը, բադուքի չեք կարըմ պահեք, լավ, երկրի մասի դե վապ չխոսան ավել նոր տա։ Սա են հարցնա, որ պիտի գա հասնի հանրային ձայն, լվասկի մեքենա, Տամապապա բոզի տաղեն ուրա, տամապապա անելով ծասնեն կնգատ։ Մարդիկ բողոք են ասեն, պարոն Ղուկասյան, մեկ հատզուն 70-80 դրամադար է, խի, զատիկա, բա, 70-80 դրամ ձուխի ատար է, ինչ է լավ, այդ հավերը էլ չեն ացը, ғզգներ է, մի ձվի հատը 70 դրամ, Բոզի տղեն ինչով ազբաղված ես չգիտեմ։ Մի հատ, ընգեր աբազը, մի հատ հել է հետևություն ալը, ես ғաղպի տղա հիմնարկը, բապշ ինչով ազբաղված։ Բենզինեկինը բապշ է ծծրը, հելելա դամա չես հասկանում խի։ Ազգային ժողովի պատգամավորներ են, ես այդ մանդատը չունեմ։ Որ հել է մի հատ հել եմ գնամ պեկ, ասեմ հել մի հատ տարի, Ռուստամ Բադասյան, Փաչեկս հոտոտես, հել մի հատ արի գները դի դեմս, հասկնամ բենզինը ինչիա ես գնով մտնում, ինչիա ես գնով վաճառվում։ Մենակ թողես Ղարաբաղի դրոշը դնեն դեմները, մազերները ներկեն անհասկանալի գույներով, կարմիր կանաչ կապու դեղին եւ այլն, կոստյումնի հակնեն սպիտակ սարոշկով, իրանց կնանիք էլ օնլայն նայեն, թե իա կոստյումնի հակած մարդը, որի բիցեպս, տրիցեպսը էլ չի երևը, բայց հուշմա, որ կոստյումի տակը մկաննի կա, ինքն էլ նստի ուղիղ եթերով նայի ու դլոն թրջի, ասի մենք մեր ամուսնում ենք նայում, երեխուն էլ ցուստա խանութ մտնելուց, պապան ոնց է նայում, պապային ոնց է նայում, մթում պապան ազգի հերոս հա, Կոսումնի է հակե ազգային ժողովում ար նստե, գեղեցիկ մատները սենց դրած, Վահե Ղազարյանը ծծցնն։ Վահե Ղազարյան կմտածեի, որ բիցեպս տրիցեպսով ենք ես ծծցնելու։ Մուսկուլավոշ տղու, ազնվաբարո, գեղատեսիլ առնանդամ, հոթոտած կայր, ուրդից, շամշադինի գեղերին մեջ ուրդուց,
Երևանյան խնամք, տեսած առնանդամ դուր դիստենայչ, ղախպ, լոխում տվեք լոխումին։ Հիմա էսա, ասի կպուր չտամ, չիլնեմ, արա, չիլնեմ, սես բան կլինի, չիլնեմ։ Տամապապա, ես կպուրը որ կա ես, տամապապան ես, գների վերահսկողություն և ալն։ Աբաս, ես հասկանում եմ, քոտան առևտուրը շոֆերը տանեմ, դուսկի գներից խաբար չես, բայց քեզ չի հետաքրքրում, բեզին դխի հանգծել։ Կամ 70-ից 80 հազար դրամ ձվի մի հատը, այ բոզի տղա։ Հիմա դեպուտատի ձվերը ինչ արժի, հա? Ոչ մինը, են սոցապ նախարարը սաղորեն քարտուղարու հետ են իրար ծծրտամ, սաղորը, սոցապ նախարարությունը մեջտեղից պայթցնելով, արան, թալան, կորուպցիա, բեսպրիձել, համ քարտուղարու հետ են ծծամ թակամիարեր ես, համ են ինչ են հոգեկան խնամքի անոթևան խնամքի կետեն, մի ագարկ են, դրան են ընդե առանձին ծծցնը, պորնո գլադիատոր, բոյ բես պրավիլ, փոխանակ ըտեց աշխատեն կամ իսկ առողջապահության նախարարությունով վաբշեն շաշը չի ղեկավարում, են թույն ու թարախ բոզի տղեն ղեկավարում ազգային ժողովից։ Նախընդ էին ծծցնում, Նիկոն էլ ասում էր, քանի կարած մեր կոռուպցիա չկա, հիմա էլ ժողովի ժամանակ ասում է կոռուպցիան ծծցնում է, այդ նոր տեղ հասավ քեզ, պարոն Փաշինյան, բայց 5 տարի որ ես մեջտեղից ընձի պատրում եմ, որ կոռուպցիան կմպծում, դու չես հասկանում, այդ նոր հասավ տեղ, մենք ես հաղորդման վերջում կանադառնանք քեզ։ Ես հետաքրքրվելու եմ, թե ինչիա ձվիգինը հել է։ Եվ բոլոր խոշոր ձու արտադրողներ, արսենի թռչնաբուծարան, Արաքս, Գնթունիկ եւ այլն, հիմնավորումը, եթե եսը չտեսա, այդ թռչնաբուծարանների տերերին ես եմ սկսելու ծծցնել, տնով, տեղով, ընտանիքով։ Դուք ձուտ հանգացրեք սենց։ Դեկտեմբերի վերջ տեղի է ունենալու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն։ Առաջադրված է ներկայիս ղախպի տղեր։ Ուրեմն հիմիկվանից հայտարարում եմ, քվեարկությունը լինելու է բաց։ Ներկաներից ով ընտրեց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում այս գործող բոզի տղուն, ընտրողներին հատ-հատ ծծցնելու եմ, իրանց կերած քաքերով, տնով, տեղով, ամեն ինչով։ Հանկարծ որևիցե մեկն ու մեկը այդ ընտրողներից չհամարձակվի, մարդ գցի մեյդան, միշտորդավորվածություն, ախր ես չգիտեմ ոնց եղավ, ախր ես չգիտեմ սենց ելավ, ես ով ձեռը բարձրացրեց կողմ քվեարկեց այս բոզի տղուն, որ դառնա նորից ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նեմես ռուբոին ռակավերեն վերցնելու եմ հետս, գամ բոլոր կողմ քվեակազների տներով, իրանց կերած քակերով, բոզերով, գյոթերով, ագարկակնանիկով, մարդկանցով, ձեր երեխեքը չեն կարողանալու գնան դպրոց։ Հիմիկվանից զգուշացնում եմ։ Չեն կարողանալու գնան դպրոց, հետո չզանգի, չգիտեմ, Ամերիկայից Արկոն, Լոս Անջելեսից Հակոբը, չգիտեմ որտեղից Սաքոն, Մոնտեբելո եւ այլն, Ֆրանսիայից Գուգոն եւ այլն, ասե թե գիտես, ախր ինքը մեղավոր չի անցնելու, ծծցնելու եմ։ Վայն եկավ տարավ, սա ընտրվավ։ Քվեարկությունը բաց է, ես ընդեղ նստած եմ լնելու և նայելու եմ, ոնց ինչ և այլն, եկ նային գրասենյակ ներկայացուցիչը ընդեղ լնելու է։ Սա որպես զգուշացում։ Իմիջարոս, զգուշացում, Հայկ Դավթյան, ուր է այդ ղախպի տղեն, ներկայացնեն, Հայկ Դավթյանը Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի խորհրդականն ա եղել տասնամյակներ։ Թալանելա, գրփելա, ծծրելա, ոնց ուզելա։ Դաժե են տիպի ա գրփե ծծրե,
երեք զանգմա ինձ քրիստիկ նստածը եթե խափում են դու ասի սուտա ասմա պարոն Ղուկասյան Եկնային գրասենյակ եկելա քաղաքացի Ռիտա Պողոսյանը խնդրում է աուդիենցիա ասում եմ Ռիտա Պողոսյանը ոնց է եկե եկնային գրասենյակ ասում եմ Ռիտա Պողոսյանը մահացել է հոգին է եկել եկնային գրասենյակ ասի հələ միացրա վերցրեց մի շատ հաճելի կին ասես բարև ձեզ ասեցի բարև ձեզ ասես ես վաղուց մահացել եմ մի տարուց ավել է Ռիտա Պողոսյանն եմ ասի լսում եմ ձեզ տիկին ասեց ինձ թալանել է Հայկ Դավթյանը Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Եկմալյան 8 փողոցի 277 քառակուսի մետր արևծվածային կերպով գողացել է ինձանից թուղթ ու թանակներ կեղծելով տանելով եւ այլն ամբողջ կյանքս ապրել եմ վրեժի ծարավով սակայն մահացա հիմա խնդրում եմ տիկին Ռիտա Պողոսյանը ասում է ձեր հաղորդման միջոցով այդ բոզի տղային խնդրում եմ փոխանցեք որ այն ինչ որ ինձնից տարել է Եկմալյան 8-ով վերադարձնի իմ ժառանգին ես սիրով փոխանցում եմ Ռիտա Պողոսյանի խնդրանքը եւ հրամանքը Հայկ Դավթյանին ասեցի իսկ եթե Հայկ Դավթյանը չանի ինչ տենք անիլ տիկին Ռիտա ասեց եթե Հայկ Դավթյանը չանի ուրեմն ես նորից կգամ քրիստիկի մոտ եւ ձեզ կփոխանցեմ ահագին թուղթ ու թանակ Դավթարնի ասեց հետս տարել եմ անդե ունեմ ինչեր է արել այս բոզի տղան դուք էլ այդ ամենը կտակ թղթի եւ կուղարկեք Աննա Վարդապետյանին ձեր հետ է փաստորեն ձեզ էլ էր ճանաչեմ աղջի ջան հիմա ես հանգուցալի եկնային կյանքում բնակվող Ռիտա Պողոսյանի խնդրանքը փոխանցեցի եւ հրամանքը Հայկ Դավթյանին հիմա բան չեմ ասում ընդեղ ասեց հա Այդ առանձին եմ նշել Արամի փողոցի շենքերը, Բյուզանդի, Դոլմայի, Անի հոթելի, Անտարայինի այդ փողոցների վրան Հայկ Դավթյանը շենքեր ազավթե։ Գիտեիր, բայց ես չգիտեի։ Տենում ես մարդիկ դաժե եկնային գրասենյակ են գալն, որ ինֆորմացիա տան, որովհետև երկրի վրա վստահություն չկա։ Ասեց Արամի փողոց ասեց Արամի փողոցի շենքերը, Բյուզանդի, Դալմայի, Անի հոթելի եւ Անտարայինի։ Էս ինչ ծծրես է։ Հա? Ես սիրով փոխանցում եմ, բայց հուսամ, որ տիկին Ռիտա Պողոսյանը եկնային գրասենյակ կներկայացնի այս ամենը հիմնավորող բոլոր փաստաթղթերը։ Ասեց մոտսա Վարդան ջան, կտամ։ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյան, նախկին Աբովյանի քաղաքապետ, ուրա։ Ուրեմն ես անդրադարձել էի Տաուշի ջրային կոմիտեի աշխատողների աշխատավարձին։ Ճիշտ ասած չեմ հարցրել ճշտել, փոխանցվել է թե ոչ։ Եթե ես պարզեցի, եթե չի էլ փոխանցել ես մինչև երկուշաբթի ժամանակ, որ սրանց աշխատավարձը չի փոխանցվել Վահագն Գևորգյան, ուրեմն ես երկուշաբթի օրը պատալոգ երեքշաբթի Երևանն է խոսումով, դեղին ֆլոր, գալիս եմ ձեր տուն, մենակ չէ։ Ես մարդավարից գուշացնում եմ, որտեղ մենք yarից չնեղանանք, քո համար խնդրել են։ Ես էլ կուլտուրական մարդ եմ, ասում եմ լավ, խնդրել են, եկեք մարդ գտնվեք, մարդկային շանս տանք։ Անցանք առաջ։ Նույն խնդրի առաջա կանգնած տիկին Վարդապետյան, Ամիրա Փալաս հոթելը, տնօրեն Կոմիտաս Բազիկյան, սեփականատերը Պարսկաստանի քաղաքացի Խարվազան, ուրեմն չգրանցված աշխատողներ, ՀԴՄ գոյություն չունի, ուրեմն
Աշխատողներին աշխատավարձ չեն տալն, օրինակ, Վարդան Հակոբյան, Հարութ, Կասիր, Արմեն, Գաբրիել, Խոհարարը եւ այլն։ Ուրեմն զբաղված են պրոստիտուցիայով, դլո մատակարարելով։ 10 ամսից ավելա հարուցված է քրեական գործ այս փաստով, գործով զբաղվում է մասիվի քնչականը, հայկազի տղեն տեղակալն է։ Մինչև հիմա ոչ մի բան, ոչ աշխատավարձերն են տվել, ոչ ՀԴՄ-ով են ծծծրել, ոչ չգրանցված աշխատողներով են ծծծրել, ոչ մասիվի դատախազը ով է հաճելի, լավ, հաճելի մարդ։ Ուրեմն եթե դու չծծծրիր մասիվի դատախազին, ես եմ քեզ ծծծնեմ։ Որպեսզի մասիվի դատախազությունը ծծցնի մասիվի քնչականի պետով տեղակալով, այս բոզի տողու վերաբերյալ հարուցված քրեական գործը տեղից պիտի շարժվի, այսքան էլ ճիշտ։ Պարզա։ Մենք կզանգենք։ Ես երևի Երևանն է խոսում ով կեթա։ Աննա Վարդապետյան, խնդրում եմ վերցրեք թուղթուգրիչ։ Ինչպես նաև ընկեր Աբազյանը։ Ուրեմն մենք անդրադարձել էինք Ղարաբաղցի Գարիկ Աթոյանին, ով հանգրվանել է Հայաստանի Հանրապետությունում, լավ արի հանգրվանել է։ Մարդ, ով 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ որ մեր զինվորները զոհվում էին, ինքը իա հիդրոէլեկտրոհեկերներ տեղափոխում Սիսիան, Վայոց Ձոր, Կապիտալը եւ այլն։ Որպեսզի ազգաբնակչության համար հասկանալի լինի ով է Աթոյան Գարիկը, Աթոյան Գարիկը Բակո Սահակյանի, ով հիմա ՊՏՄ Ադրբեջանի բանտերում իբր թե Բակո Սահակյանի ինկասատորն է։ Չար լեզուներն ասում են, որ 300 միլիոն դոլար կապիտալով այս մարդը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ 300 միլիոն, նորից եմ կրկնում, ոչ թե 10, ոչ 20, ոչ 30, 300 միլիոն դոլար կապիտալով։ Կապիտալի տերն է Բակո Սահակյանը, որը նորից եմ կրկնում, ՊԴՄ ընդեղ։ Եվ շատերը, որոնք որ խղճում էին Բակո Սահակյանին, վայ, մեր հայերին տարան։ Հիմա ես լուսաբանում եմ Բակո Սահակյանի հերթական կապիտալը Հայաստանի Հանրապետությունում։ Ղարաբաղը ծծրին, գմպցրին, թալանին, հիմա անցել են մեր վրեն։ Ուրեմն այս բոզի տղան Աթոյան Գարիկը, որը նորից եմ կրկնում, հանդիսանում է Բակո Սահակյանի ինկասատորնի, պատերազմի ժամանակ հեկերը տեղափոխեց Հայաստան, Սիսիան, Վայոց Ձոր եւ այլն։ Դրան գումարած։ Գնել է մասիվի շուքան եւ մասիվի նախկին ունիվերսամը։ Մենք սա ասել էինք։ Ահա։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի քաղաքապետի եւ այլն հեսա։ Սա անձամբ մոտենամ ընկեր Սիսին եւ գալիս են ընդհանուր այս պայմանավորվածության, որ ինքը կվերանորոգի ռեմոնտ կանի մասիվի թաղապետարանը, իսկ Սիսին յան կտա հողի սեփականաշնորհման իրավունք ունիվերսամի հետևի հողերը։ Սիսին բնականաբար ասում է այո, եւ Սիսին բնականաբար սեփականաշնորհման թուղթը ստորագրել է մի քանի օր առաջ, որի հետ կապված մենք հարցում արդեն ուղարկել ենք։ Հիմա ուրեմն հետարքիդ ինչու՞մ է կայանում տիկին գլխավոր դատախազ։ Մասիվի, թող Նիկոլն էլ լսի, մասիվի թաղապետարանը վերանորոգվում է Աթոյան Գարիկի գրպանի հաշվին։ Ասեմ ավելին, բանվորների աշխատավարձը անգամ չի տվել այդ ռեմոնտ անող բանվորների։ Ռեմոնտ անող բանվորները ծծցնեն Աթոյան Գարիկի տուն ու տեղը ամիսներ շարունակ։ Ատենց, տոյտա, հատոյտա։ Բայց հետաքրքիր ինչու՞ է կայանում, Աբազյան։ Այդ ռեմոնտի գումարները Երևանի քաղաքապետարանը դուրս է գրել, որ դիտի մտում Երևանցին է արել, հասկացաք։ Այսինքն Աթոյան Գարիկ ռեմոնտն աննմա իաջեբից, հանուն հողի սեփականության որոշման, իսկ Երևանի քաղաքապետարանը գումարը դուրս է գրել, որ մտում ինքն է ռեմոնտ արել հարկատուների հաշվին։ Այդ փողերն ուրա գնաց է, պարչի, ես չգիտեմ։ Մենք այսօր նոր հարցումը գրել ենք, որ մի հատ հələ տվեք հասկանանք։ Մակա դորա,
դորագոցերա դոլարնի սա որպես ինֆորմացիա գլխավոր դա թղթերը հենց եկավ ես գրում եմ ճամփեմ քո հիմնարկ Տիգին Աննա ինձերը ուժային ոչի բան չկա դա չէ բավոն աշխատավարձը չեն տվել եւ այլն հիմա ուրեմն այդ ունիվերսամի հետևի հողերը արդեն սիսին սեփականաշնորհման թույլտվություն է տվել ասելա ան էսի քո սեփականն է փու ասենք մանրամասն ուրեմն նախ ասեմ որ շուկայի հետևի տարածքը առել է այս բոզի տղան Գարիկ Աթոյանը Վահանից եւ Հայկից ընկերներ են դաշնակցական փողն է լրիվ չի տվել կեսնա տվել հիմա կասես ղախպեն ես կամ բան որտուց գիտի ինչն է հետաքրքիրը Մասիվի ունիվերսամի հետևը որ ասում ենք իրավունք չունեին այդ հողը սեփականաշնորհելու բացարձակ բայց սեփականաշնորհել են մալը տավը որ սեփականաշնորհ այդտեղ վաղուց աշխատում են բուտիկներ խանութնի բուտկեք մուտկեք լրիվապորինի դրա հետևը այդ Մասիվի ունիվերսամ եղել է ջրամբար 72 թվականի փաստաթղթով մի րոպե այդ թղթերը դնեմ որ ոչ մեկ չասի ես Մասիվի բնակիչ եմ ես դες բան չեմ հիշում այդ ջրամբարն եմ մի րոպե ես այդ թղթերն եմ հանել 72 թիվ Կսենք Telegram այսպես որ հետո ոչ 1 2 3 4 Готово, готово. Առաջի թուղթը սա է, երկրորդը, երրորդը, չորրորդը։ Ստեղ կերենք։ Մասիվի ունիվերսամ, լատինատար։ Էտա, ես մա լատինատար եմ կրեմ։ Ով չուզում, դու էտա բողոքի։ Թուղթերու կա։ Ուրեմն, մատինայի, ես հատակագծի վրեն, սևը սպիտակով, 72 թիվ, Բրեժնևը ծծցնի ձեզ։ Այնտեղ գրածա, որ այդ Մասիվի ունիվերսամի հետև եղել է ջրամբար, գրածա, բասեին, ոդնի, Էդի չկա, գոյություն չունի, հողը լցել են, բուծիկ են սարքել են, բայց ամենահետաքրքիրը, որ դրա հետևը եղել է 2 հատ ապաստարան, բամբա ու բեժշ, որը որ սեփականաշնորհելու իրավունք ոչ մեկ չուներ, էդ իսակած է որ բոմբան գնի Մասիվի գլխին, Մասիվի ժողովուրդը մտնեն բամբա ու բեժշ Էդ էլ չկա, մեր բոլոր քաղաքապետերը խնամքով հարթցրել են, հավասարցրել են, պետական բանից, գույքից հանել են ջրամբարը, ջրամբար չկա, դե ջրամբարը եղող չի, չխաբար չենք, հողը լցել են, հիմա ատե Ղարաբաղցի բոզի տղեն նախագծում է, որ բնակելի շենք պիտի սարքի, ջրամբարի ու բամբա ու բեժշայի վրա, Աննա Վարդապետյան, հա, հլավ հերիք չի էս տիպի ծծել լյարդի ծծանի պես Երևան քաղաքը Նիկոլ Փաշինյանն ասում է կոռուպցիան տենեմ ես ուրա հասե կոռուպցիան Նիկոլ 72 թվի քարտեզա մտի եթե ուղեղդ հասկանամ խոշորացուցավեկալ նայի ընդ աստիճաներա նկարած որ նշնում է բամբաոբեժը վադականալ է դնդեղ ջուրը կա բասեինը վեկալ գլխավոր դատախազի ղրգին դե ասա գնացեք քթեք տեսեք ուրա գտնեք չկա բուտիկների տակը Այդ 72 թվին Բրեժնևը սարքել են, որ այս բոզի տղեկը բուտիկ սարքեին վրա, հա։ Որ թուղթը հիմա ոչ չդնե, հիմա կասեն, ես բոսիկ եմ ապրել, դες չկա։ Ալա հենա կծը, անեց հետ ծսել է, որ հետ կչերևը։ Անեց հետ ծսել, Ղարաբաղի մորը ծսելին, հիմա ելեկի Հայաստանը մածսել եմ ես բոզի տղեն։ Ու Նիկոլը կառավարությանիստի ժամանակ պատասխանը մայիմ հարցին, այսօր եթերով չպատասխանեց, այն որ ես հարց եմ տալ մասում 5 տարի ազրո դատապարծալ, ասում է, սասումն ասում է, մենք գործերը ղրգում ենք ԲԴԽ, դատարանը փագում է, սասում, դու մարդ ես բրն, դու Սերժին կալանավորել ես դատարանը փագել, հա, կամ եթե մի րոպե դու հիմք ես բերը մարդու կալանքի, դոտի գամ օխի չի կալանավորվում, Սերժի Վաչոյին ով թողեց, Պատրոն Դավիթը կոլայի շիշը ձեռը որ կագեբի միջանցքով ընեց սակալն ոնց որ թե աբազնիա քարտուղարուհին է
Ատե բդախնի մաշկիլուսը չմի բոզի տղայլ ընդ անստած բդախն կապունի աբազ Այդ Վարդան Ղուկասյանի ժողովրդին կարում եք կողեք ծակերը ատե բդախը չկա Հա Էսի չո Գումարած էս ամենը չի Եթե այսքանով պրծնենք ասենք հալավ մասիվի շուկայա Գյուղե մասիվի ունիվերսալն էլ շուկան է բայց ոչ կարող է Ղարաբաղցին բավարարվի Անցնենք առաջ Հա ունիվերսալ մի տարածքն էլ Վարշավա տվե իձա խանութների ցանցին Սովետը սարքել էր որ Ղարաբաղցին գար իդեալ վարձեր Գումարելա ուրեմն ձերքաբերել ձկնաբուծարան մասիսում ամենամեծ ձկնաբուծարանն է Նիկոլ Քարտեզը դինայի ամենամեծ ձկնաբուծարանը մասիսում 7 միլիոն դոլարով լճերը առե Գարիկ Աթոյանին մեկը թոքան չի հարցնի տուն ու տեղը ծցնեմ քեզի 7 միլիոն դոլար որտեղից որ դու կարողացել ես մասիսում Ղարաբաղի փախստական լինելով հանդերձ առնես լճեր ամենամեծը Գումարած Ուրեմն ես բան այդ ունիվերսամա շուկայա մուկայա եւ այլն այս ամենը միասին 12 միլիոն դոլար Գարիկ Աթոյանը հաշվը չպցրելա այս ամենը վեգալը ում փողերնա Բակո Սահակյանի Բակո Սահակյանը Բաքվի Բերդում շարունակում է ծցնել Հայաստանի Հանրապետությանը 4 միլիոն դոլարի միայն օբյեկտներ 7 միլիոն լիչնա 4 միլիոն դոլար էլ միայն օբյեկտներ այս ինչ է նշանակը մեկը պիտի կանչի ասի հələ մե արի տենանք էսովա Ստեղ ուրա կայնիկ Միրոպ Ստեղ ես մի հատ էլ բան ունեի Պարոն Ղուկասյան Մասիվում մեգամոլի կողքին է գտնվում ապօրինի շինությունների մի ամբողջ գիծ Չունի թույլտվություն դեռ 20 տարի Բուցիկների տակ գտնվում է 2 ապաստարան եւ ջրամբար Փագելով այդ ամենը վրան կառուցել առևտրի կենտրոն եւ այս պահին կառուցվում է շուկա եւ նորից առանց թույլտվության Եվ Տիգրան Ավինյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն հետագայում կտրամադրվի շին թույլտվություն Ղարաբաղյան կլանների թալանած միլիարդների համահունչ գործարքի դիմաց Խնդրեմ Ընկած կոռուպցիա եք մանգալը Նիկոլա ժողովի ժամանակ ասում է կոռուպցիա Սասուն ասում է ես մեղավոր չեմ բդխ Սասուն ստեղ ով է մեղավոր Հա Տիգրան Ավինյանին մեկը պիտի հարցնա դու շին թույլտվություն ինչ հողը ունիվերսամի հետևի հողը որը որ ջրամբար է եղել եւ ապաստարան որ վաղը մյուսօր կարային բացել դու էլ ռազմական գործողությունների մեջ ես ադրբեջանական բայրակտարը եկե հասել էր Աբովյան քաղաք Ինչի է տվել շին թույլտվություն դրա համար բանը սեփականության իրավունք է տվել սիսի դրա համար է Երևան քաղաքի հերախոսներն անջատը Երբ որ ես զանգում եմ քաղաքապետարանի դրա համար է եկասը որ նորընտրություն դոգը հակառ չմտի քաղաքապետարան բայց քաքերը ո պիտի հաներ ջրեր ես հիմա հարց եմ տալի հանրությանը Սիրելի ժողովուրդ 20 տարի է այս ամենը ոչ մի կատար մի հատ ընդդիմադիր կուսակցություն ցույց տվեք ով էս քաքերը հանելա ջրեր ես մի հատ բարգավաճ կլնի քաքավաճ կլնի բանը հանրապետական կլնի դաշնակ կլնի օրինաց կլնի խռի գլով ով եկելա տեսել ասել ախպեր բա մենք ստե փայտ չունենք ով ելներ իմ տեղը ով ելներ հիմա Գարիկ Աթոյանին կանչել էր առանձին ծծրել էր $1 միլիոն 500,000 չգիտեմ ինչ որ մի թիվ վեկալել էր ու այս թեման փակել էր վերջացավ դու շարունակի բանը ջրավազանի վրա ինչ ես ուզում սարքի բոբ աբաստանի մորը ծծրա ինչ ուզում եք արեք իմ փողը տվեք ինչ ուզում եք արեք բայց ես ասել եմ իմ ավականուն եմ զգուշացրել տրվեցիք ինչ որ երևակայությանը դոլարների եւ այլն ձեզնից որևիցե մեկին հանկարծ բռնել են ես դեր չեմ դուք մտել եք քաղաքապետարանը ծծնելու համար ձեր նպատակը դա է այո ձեր աշխատավարձը ցածր է այո ֆինանսական վիճակը վատ է դուք հասկանում եք ուր եկեք այդ մարդիկ հասկանում են ուր են եկել Այդ մարդիկ հասկանալով իրենց անվտանգությունը, առողջականը, ազատությունը վտանգելով եկան մտան քաղաքապետարան։ Եվ այսօր լավից վատից այս ամենը հանում են ջրի երես, իմ հետ միասին։
Սրա մասին որևիցե մեկը գիտեր ոչ։ Այդքան ավականի կա, որևիցե մեկը այս հարցը բարձրացնել էր, որ այդտեղ CC-ու բանի միջև գնացել է առևտուր, որ մասիվի թաղապետարանի շենքը կառուցվել է, վերանորոգվել է Գարիկ Աթոյանի ջեբով։ Բայց գոնե կառուցվել էր, լավ, օքեյ, ընկեր CC։ Ես էլ եի քո տեղը, ասիկան, ասում եմ ես ուզում եմ կառուցեմ, վերանորոգեմ, բայց ինչին թույլտվություն տալ հոգի սեփականություն, բայց իհարկե ոչ։ Ես կարող ասեմ մի բան սարքի, որ մի բան խնայեի, թողայի, բայց այդ դուրս գրած փողն էլ, որը որ ես դուրս եմ գրել, ես կուղեի քոֆոյետ, մոֆոյետ եւ ալի վրա, որտեղ անգամ դեղ չունեն։ Բայց չէ, լապե, սա ամենը չի, դա չէ, Գոյսոնի Օգանովսկի, մյուս բոզի տղեն, Սանիկը հայտնի Պետոն էլ Օգանովսկու ինկասատրնա, Գարիկ Աթոյանեն Ղարաբաղցի բոզի տղուննա, այդ Բակոյիննա, ես սրանա, ապորինի սիգարետների բիզնես, ինչով է զբաղվում Օգանովսկին, առանց ակցիզ, արտահանումա Իրաք, Քրդստան և Չեխիա, Պավել Աբազյան տեղեք ես, ոչ, ինչու ոչ, քո օպերատիվ բլոկը ինչի համար է, դու ես քո օպերատիվ բլոկ ես զզվում, ոնց որ Վայ Ղազարյանը, ոնց որ Ղարաբաղը թալանին ծծրին, նույնը հիմա սրանք անում են ստեղ, այս բոզի տղեկը, դա չէ, բազմաթիվ լոմբարդներ, Ղարաբաղի որ Արցախի փող է ղրգամ Արցախի ֆոնդ, Խերրից ֆոնդ, օգնություն, ասում են ուրա փողերն ուրա 160 քանի միլիոն դոլարն ուրա, այն բանը պատերազմի ժամանակ որ եկավ, պատասխանեմ ձեզ, սիրելի գումար ուղարկող մեր հայրենակիցներ, ձեր գումարները շրջանառվում են Օգանովսկու լոմբարդներում, որոնցից մեկն է գտնվում Լենինգրադյան փողոցի վրա։ Հայ ժողովուրդը փող ուղարկեց 160, տորի 170 միլիոն դոլար, ինչի խմա որ Արցախ վերականգնվի, սրանք փողերն առբերել են, կողել են շրջանառության մեջ, վաշխառությամբ են զբաղվում, ոմն պետոն։ Գումարած, օղու գործարան Չարբախում, կանիլը։ Battery 90%. Connected to Galaxy S22 Ultra. Ես ձեր տուն ու տեղը ծծցնելու եմ։ Բոզի տաղեք։ Սենց արի, որ Ղարաբաղը գպցրին, հիմա էլ Հայաստանը։ Չարբախից հերթապայի օգնական Ալեքսանյան։ Ալեքսանյան, բարի օր։ Բարը ձեզ։ Բաննա ներկայանա Վարդան Ղուկասյան հանրային ձայնից, վեկա թուղթուգրիչ Ալեքսանյան։ Աղջիկ լսում եմ։ Ուրեմն Չարբախում գտնվում է օղու գործարան, անլեգալ։ Ինքը գտնվում է Չարբախի եւ երրորդ մասի բան մեջտեղը ինչ որ այդ սահմանագիծը որ կա բանը վարչական հատվածը։ Հստակ հասցե կա։ Հստակ հասցե որ ես ունենայի, քեզ հստակ հասցե կտայի։ Դուք այդտեղ ունեք օպերատիվ բլոկ։ Փոխանցը մեզ Չարբախի պետին, ինքը շատ լավ գիտի դրա տեղը։ Քո բաժամունքի պետը գիտի։ Մոտավորապես Չարբախի եւ երրորդ մասի մեջտեղը։ Պատպոլնի ցեխա։ Օպերատիվ բլոկը ու ագենտուրան, որ ոտի հանի Չարբախի բաժամունքի պետը, կարա գտնի, որտեղ է գտնվում օղու ապորինի գործարանը, որը պատկանում է Օգանովսկուն։ Գրի Օգանովսկի, դու բանակ ծառայացես, քո ձենից երևաց։ Գրի Օգանովսկուն գիտես, չէ՞ ճանաչում ես Օգանովսկուն։ Լսել եմ։ Ապրես։ Այ պատկանում է այդ Ղարաբաղցի մուտանտին։ Քո բաժամունքի պետին փոխանցի ինքը մնացածը գիտի։ Շնորհակալություն Չարբախի հերթապայի օգնակային։ Հաջողություն։ Չարբախի անուշ ապերեր, ձերից երևաց։ Բարի բարի։ Ձենը վարքյանական աջողնվում է։ Վայ Ղազարյան։ Օղու գործարանի տեղը Չարբախի բաժամունքի պետը գիտի։ Եթե չգիտի էլ, քիչ հավանական եմ համարում, որ չգիտի, վարքյանական կարա պարզի։ Ինչ օղու զավոդա գործում Չարբախում անլեգալ։ Գիտեիր։ Չգիտեիր, ինչու չգիտեիր։ Հա?
Եվ այս ամենը տեսեք, աբորենի սիգարետ, վաշխառություն, տոկոսով փող պատճառներ, լոմբարդ, օղու գործարան, это только цветочки. Սա ստեղա գմփցնեմ, այս մի Ղարաբաղցի բոզի տղեն անդեղա գմփցնեմ, ամբողջ մասիվը եւ այլն։ Կոռուպցիա եք մանգալի, պարոն Աբազյան, խնդրեմ, կոռուպցիա։ Նիկոլն ասում է կոռուպցիան հենց մեզի ուտում է ժողովի ժամանակ, բայց մարդ չի դատվում։ Ինչի՞ չի դատվում Նիկոլ, որովհետեւ խնդրեմ ոնց են աշխատում քո ուժային ծառայության ղեկավարները։ Մենք անդառնանք հեսա հաղորդման վերջում։ Իսկ շրաբերում է Գարիկ Աթոյանին այդ բանով, ունիվերսամով, այդ բուտիկներով, այդ ջրամբարով եւ այլն բոլորի հարցումները ես ուղարկել եմ։ Շուտով կկազմենք մի շատ գեղեցիկ դիմում եւ կուղարկեմ ձեզ տիկին Աննա տենամ հələ ինչ տես անիլ էլի պիտի ասեք բդխանա խանգարը բայց եթե բդխանը տենց խանգարը մա հիմա փաստ ուրեմն իմ ծանոթներից մեկը Տիգրան Առաքելյանը գտնվում է Արմավիր քերակատարողական հիմնարկում Սա այն նույն Տիգրան Առաքելյանն է, ում խոշտանգել էին քննչական կոմիտեում։ Կապտած, թևերը սաղ լղկած, մարդը մտավ ուղիղ եթեր եւ ցույց տվեց։ Այս ամենը։ Այս ուր ընկավ։ Ներաշտել կդրեք։ Էլեկտրաշոկ, խոշտանգվել եւ այլն եւ այլն։ Մինչեւ հիմա գտնվում է Բերթում։ Ինչ է տպել Փաստ ինֆոն։ Փաստ ինֆոն տպել է այն, ինչ տվել է քննչական կոմիտեն։ Ինչ է ասում։ Վարդան Ղուկասյանի թիմակիցը Տիգրան Առաքելյանը շանտաժ է արել, ինչ-որ եկեղենա դեմ տվել, ինչ-որ մի հատ եկեղենա ճարել, այս եկեղենը Skype-ով Ղզղնցրել է ворցերին, ворցերը հանվել են, ձեռնաշարժություն են ցույց տվել, ինքը նկարել է հատուկ ծրագրով, հետո դրանով շանտաժը արել ворցեղեններին ու տես փողը աշխատե։ Վարդան Ղուկասյանի մտերիմ են գրել, ինչ են գրել եւ այլն, թիմակիցը։ Ուրեմն, ու գրում է 2014 թվին։ Հիմա Աննա Վարդապետյան 2014 թվին Վարդան Ղուկասյանը Տիգրան Առաքելյանին չի ճանաչել։ 2014 թվին մինչև հոկտեմբեր Վարդան Ղուկասյանը Ռուսաստան էր։ Գնում։ Տիգրան Առաքելյանն էլ հակից էր։ Գործը հարուցվել է 2014 թվին, որով 10 տարի անց բռնել եք Տիգրան Առաքելյանին, կողել եք ծակը։ Այդ գործը քննել է ով երջանկահիշատա Գորի Գուրգենիչ։ Գորի Գուրգենիչի Տրուսիկը, այն հողի տակ փդած տրուսիկը, ինչով որ հիմա թաղել են, համոզված եմ այդ արդեն չի մնացել, ավելի ծանրակշիռ է, քան քո ամբողջ քննչական կոմիտեն արգիշտով վեկալած։ Ծուռը նստենք դուզը խոսը։ Գորիկը գորիկ է։ Գորիկի խերի փոշին ավելի ծանր էր, քան ամբողջ այսօրվա քննչական կոմիտեն միասին վեկալած կայազորերով, բայազորերով եւ գորիկ է։ Ուրեմն գորիկը Իա ձեռի տակ ունենում է քաղաքական ակտիվիստ, հակից, Լևոնիդ Հայֆից, Տիգրան Առաքելյան, ու չի կարում դատի, սպասում էր, որ մի բոզի տղա 91 թվականի ցրտանք, թամամ չսովորած Արգիշ Քարամյանը կար, ու մեղադրանք առաջադրել Տիգրան Առաքելյանի, ոչ տուժողը կա, տուժող չկա, այդ պորնո ժաշտալու կադրի մեջ մարդ ասում է այդ վիդեոն դիշ, տուժողը չկա, ում էր կթեբերեն ասում են, եսի դու ես տուժողն ասում է, ես չեմ սիկտեր եղեք ձեր տիրումերը մոնտաժա, սատարեն ասում է, հենց հիմա այդ պորնո կծիբն, տելեգրամ, ոչ այդ կնիգը կա, ով որ մթով դլոն բացել ասելա, տեսեք, դլոյա պարտես, չկա, ոչ Տիգրան Առաքելյանն է երևում, ինչ որ միտեղ, մենակ ֆլեշկա ենք թե Տիգրան Առաքելյանի տանը խուզարկության ժամանակ, որի մեջ այդ կադրն եղել է, ֆլեշք են ուրդուց, կարամ ասեմ, ըստ ինձ Կարապետյան Աշոտի մոտից։ Կարապետյան Աշոտ բոզի տղեն ուրա հանգուցալ աշխարհում է։ Հիմա հարց Աբազան 3 անգամ Տիգրան Առաքելյանը, որ եղել է այս գործով ձերբակալված, կալանավորված,
KGB-ի պատվալը 3 անգամ իա մոտ եկել է Աշոտ Կարապետյանը, բաց Մարտյանները գալու գնալու։ Տես Աշոտ Կարապետյանը ինչի է եկել մի անգամ կապեզե KGB-ի կապեզե Տիգրան Առաքելյանի մոտ, 2 անգամ էլ եկել է KGB-ի քնչական Տիգրան Առաքելյանի մոտ։ Աշոտ Կարապետյանը բոզի տղեն, բացի մի հատ նայ, նույն Աշոտ Կարապետյանը եկել է նաև իմ մոտ 2014 թվին ու ասեց, եթե դու չես գնամ արագացված դատական պրոցեսի վիշ չես վեկալեմ, որ դու շորթում ես արե Մայամի բոզի տղությունով չերեզներով, քո մորը դու այլևս չես տենա, տանում ենք 2-րդ անգամ, հիշեցնեմ, որ հոկտեմբերի 22-ին առևանգել էին իմ մորը, քրեական գործը հարուցվավ, ջրվավ գնաց, ոնց որ հիմա դու պատրաստվում ես ջրես այս խոշտանգվողների գործը, ասում ես չէ, սրանք չեն խոշտանգվել, անբավարար ապացույց, մարդը առանց խոշտանգման ողջ առողջ մտնումա քնչական կոմիտե, կապուտ դողակ դուրս ակալեմ, դատաբժիշկները ֆիքսում են, որ կապտուկները կա, դատաբժիշկները ղրգում են MRT կատե, MRT կատեն ցույց են տալի, որ մարմնի այդ հատվածները էլեկտրաշոկ են կերել, որովհետև կատեն ու MRT-ն է ցույց տալի, բանը հյուսվածքների տրոհումից, որ ատե տոկա կպե գրում են, այո, եղել է էլեկտրաշոկ, բայց ընկեր Աբազյան ասում են, գիտեք ինչ հարգելի տուժողներ, հիմքերը բավարար չեն, քնչական կոմիտեի կամերաները աշխատում են օնլայն, չեն ձայնագրում, պրոստը զապիս է այդը, մենք էլ չունենք ոչ մի բավարար ապացույց, որ Արգիշ Քարամյանը եւ Ազատուհի բոզի տղեն ձեզ խոշտանգել են, ապացույցները թույլ են, էդի խորոփած, որ դու քնչական կոմիտե մտել ես Սպարսիվկով դուրս ես եկե ուրիշ շորով, որովհետև քնիչը եկել է քոտուն, կնգատասել է շորեր տու տիկոն շորեր աուզեմ, շորեր տալ է, որովհետև տիկոյի շորերը սա եղել է առնաճապաղ, առնաշաղաղ։ Էդի մի կողմ, որ Տիգրան Առաքելյանը չլնելով, հիմա ինձ թող ասեն նկարագրի Ազատուհու հանգստի սենյակը, ես չգիտեմ, ես ընդ չեմ եղել, բայց մարդը դետալ, դաժե ինչ մագնիս է եղել խփած Ազատուհու խալադենիկի վրա նկարագրում է, կանդիցաների կողը, ինչ բանը տիպա եղե խփած կանդիցաների վրա մարդը նկարագրում է, որովհետև լուսամուտը բացել են, ուզեցել են դուրս գցել, այդպես պահած վախացրել են, բերանը փագած, որ ձեն չլինի, ինքը տեսել է այդ կանդիցաների կողի վրա տիպը Դեմա ես թող նկարակ, այս ամեն ապացույցները դատաբժիշկով բանով Աբազան ասում է ներեղութին հիմքերը բավարար չեն, իսկ ինչու է ասում, որովհետև Նիկոլ Փաշինյան բոզի տղեն ասել է, որ մենք ո՞ս կարող ենք Արգիշտին դատել, որովհետև Արգիշտը կատարել է իմ հրամանները, ես եմ ասել ծծրեք, Արգիշտ Քարամյանն էլ ծծրել է, հիմա դուք ուզում եք Արգիշտ դատեք, կառավարության նիստի ժամանակ ասում է կառավարությունը միջնորդում է քրեական գործերին, ոչ, բայց թե չես միջնորդում քրեական գործերին, 5 տուժող, այն արտակին ընդե աշկա ֆանարարին տփին բերին հետ, ուրիշ ման որ կամքի ուժ չունեցավ, ասեց ավտոյի մեջ քնել եմ, ընկել եմ, ուզեցա փրկի Արգիշտի ոռը, ինքը միշտ սիրեմ է փրկի քնչականի ոռը, հույս ունենալով, որ քնչականը կարա մեղ վերաբերվի իյան, բայց հակառակը քնչական ավելի ու ավելի իյան վատ վերաբերվում, ու ինքը ավելի ու ավելի իյան Ստոկհոլմի սինդրոմով մտնեմ քնչականի ոռը։ Ատոմյանը ավելի տղամարդ եղավ գրեց, որ Արտակ Գալստյանը կապտուկովա մտեբետ, Արտակ Գալստյանը ասում է ավտոյի մեջ չեմ ընկել, որ առաջացեց իմ զայրույթը։ Փուրը տալով ուղեկցողին, պահելով իրան խոշտանգողի ոռը։ Հա? Աննա Վարդապետյան, բայց սա էլ կապ ունի ԲԴԽ-ի հետ։ Հա? Այդ գործը հասել է ԲԴԽ, չի հասել ԲԴԽ, ձեր վարույթում է։ Ասում է, հիմքերը բավարար չի, 5 հոգու առնաշը Էդոին, որ չեմ էլ ճանաչեմ։ Վաբշե մորթել էին, մորթե բարի բուն իմաստով։ Ու այդ քանից հետո ընկեր Աբազանի քնչականը, այն ցենտրալ հյուրանոցի տերը, ասում է գիտեք ինչ, հիմքերը զապի չկա։ Դուք փագեք։ Դուք ես ամենը փագեք, ինչքան մնաց ձեզ, մի տարի, 2 տարի, պաթալոգ։ Հիմիկվանից հայտարարում եմ, բոլոր քնիչները,
բոլոր դատավորները, բոլոր դատախազները, բոլոր այն անձինք, ովքեր մեղսակից են եղել, իմ մարդկանց ծեծելու, խոշտանգելու, ապօրինաբար հետապնդելու գործում ու մի այլ հոդված են տպում դոգի թիմակից հասմա 2014 թվին բան արե շորթումա ուզեցե անի հա դատավորի բան արե Տիգրան Առաքելյանը դատավորի վարքաբեկող գործողությունն ուզեցե անի մտից ուղղակի խնդրում եմ բոլոր լրագրողներին մոտակա ժամանակները սկսվելու է Տիգրան Առաքելյանի դատը գնալ ներկա գտնվել դատին եւ այնտեղ ես անպայման հարցահանչելու խնդրում եմ ցույց տվեք ոնց է Տիգրան Առաքելյանը վարքաբեկե դատավորին ոնց Թո ցույց տան մի լուսանկար մի հատ բան քրեական գործում եղած ապացույցներից որ Տիգրան Առաքելյանը ինձ ինչ որ մի դատավորի նկար աղրկե եթե դες նկար հանին ջրերես ու դա հիմնավորված եմ ես բոզի տղա եմ Եթե Տիգրան Առաքելյանը ինձ մի հատ դատավորի վերաբերյալ բան աղրկե Դաժե կապը չեն կարացել գտնել իմ եւ Տիկոյի միջև գոնե մի հատ հերախոս սա հերախոսները վեկալել են փորել են տնտղել են ծծրել են մի հատ իմ համար չեն գտել որ Տիկոն գոնից գրածալ դի hello Այսպես քրական գործ են կարել մարդկանց վրեն կարել բարի ամենաբուն իմաստով Հիմա լաբազնասը հիմքեր չկա Են մեկ ընդեղ առանց հիմքին գերորդ հարգից կծվավ են ռուսը սատկավ Են մեկը ընդեղ ալատից երորդ հարգի քնչականից շպրտվավ մեռավ հիմք չկար իանյանը թռե Են եղեք նազորի քնչականիա ոտով մտավ թուրցած խպտված հելավեցավ ոչ իմ կադրը մենք դրեցինք էտել հիմք չի Ինչ տենեմ եք հիմք չի Բայց խոմ ես իշխանության վերջը գալու է Պարոն Աբազյան Իսկ այն ժամանակ, որ իմ գլխավոր դատախազն եղավ եւ Վարդան Ղուկասյանը եղավ նստած այնտեղ որտեղ որ պետք է ոչ մի քննիչ, ոչ մի դատախազ, ոչ մի դատավոր չի պլստալու։ Ես խոմ Նիկոլը չեմ։ Ես խոմ առանց կրթության, առանց բանակ ծառայելու Ես պետական համակարգի միջով անցած մարդ եմ։ Եթե ես ասեցի հա, չէ, իմ խայսատը սաղ գիտեն, ով իմ հետ շփվել է։ Եթե ես կենտրոնացա մեկի վրա, այդ մարդու մերը հերը, քուրը, աղբերը տանով տեղով անիծվավ, բան չի փրկելու։ Ոչ դոլարն է, որ հիմա այսօր վաղը մսորեկա, դոդին ծծնելու եմ։ Խի դոդը բրծնելու է։ Հա։ Ոչ։ Արգիշտը խի բրծնելու է։ Ես խոմ բոզի տղա չեմ։ Ինձ կալանավորած մարդուն բերեմ դրեն նորից դատավոր, հա, ծծլում է։ Իմ անունս գալը Նիկոլ Փաշինյան չի։ Իոսիֆ Ստալինին, Ադոլֆ Հիտլերին, Չինգիզ Խանին երնեք եք տալու։ Խափողը ով չանի բոզի տղա է, այս հատվածը կտրեք պահեք։ Հալբատ պետք է գալու։ Ով փորձեց միջնորդել, տեղում եմ ծծանելու միջնորդողին։ Դաժե եթե այդ միջնորդողը իմ արոնակից ալնի։ Ով ուզում ալի, էլ չեմ խոսում քաղաքական թիմից։ Իսկ խնդրեմ, միլիոնավորներ բերել անգեր Ղարաբաղցի բոզի տղե, ով է, Գարի Կաթոյան, ոչ մեկ չասում, սա քեզ որտեղից, բոզի տղա, որտեղից ես միլիոնավոր դոլարները քեզի, որ դու ոչ մի բան չունես, ոչ հայտարար, ոչ մի բան, քո կապիտալը չերևում, բայց սաղ, մասիվը առել ես, բանա, ռմբաբաստարանով, ջրամբարով, ունիվերսամով և այլով, ատկուդը, Ուրա, Նիկոլ Ուզում եմ առանձնահատուկ զրույց ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ Արնստի դեմը Ամբողջ դժբախտությունը Նիկոլ Փաշինյան անհատականության կայանում է նրանում
Օրես անձնավորությունը նախ մենք հասկացանք, որ Նիկոլ Փաշինյանը չունի կրթություն։ Դիպլոմը տվեցին այն ժամանակ, երբ որ դառավ վարչապետ։ Բանակ չի ծառայել։ Երբևիցե պետական որևիցե մի հիմնարկում չի աշխատել։ Զբաղվել է դեղին մամուլով։ Սիստեմատիկաբար ծեծակերել տարբեր օլիգարխիայի ներկայացուցիչների, նախարարների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի կողմից, Մոսիի կողմից, ոնց են Քավարաբոզի տղեն ասեց սխալ բառը, մսեմացվել ասում, ինչ ասում, մսեմացվել է Մոսիի կողմից, միզել են վրեն եւ այլն։ Քրոնիկաբար խոշտանգվել է կոշտ քերակատարողական գաղութում։ Ինչու, որովհետև հերախոսաուզի հերախոսը տվել են, վեկալել է, խոսացել է, հաջորդ օրը հոդվածը տապել տավ եկամիսի ինչ արել, որ գաղութում ֆռմա հերախոս, չունեցինք այդ հերախոսից օգտվել է։ Սա մենք գործ ունենք ահավոր թույլ, ահավոր վատ, ահավոր ոչ կառավարման պիտանի, ոչ կառավարող մարդու հետ։ Մարդ, ով ակնհայտորեն ունի ակնհայտ հոգեկան խնդիրներ։ Պետք չի լինել հոգեբուժ, բժշկական գիտությունների դոկտոր եւ այլն, որպեսզի դիտել այդ մարդուն եւ ասել, այս մարդը տարապում է հոգեկան ախտով։ Ընդհանրապես շարժու ձևը այդ ծամծմելը, մի նախադասությունը 10 անգամ կրկնելը կամ օրինակ հեռու չգնանք։ Battery 90%. Connected to Galaxy S22 Ultra. Ես հայտարարում եմ $1000 պարգևավճար այն անձին, ով կթարգմանի ինչա ասում Նիկոլ Փաշինյանը։ Ես գիտեք ձեր բարձրացրած հարցին չեմ ասի այո, բայց նաև պիտի խոստովանեմ, որ եթե շատ անկեղծ լինեմ, չեմ էլ ասի ոչ, բայց իմ ոչ չասելը վստահ չի նշանակի այո։ Ես գիտեք ձեր բարձրացրած հարցին չեմ ասի այո, բայց նաև պիտի խոստովանեմ, որ եթե շատ անկեղծ լինեմ, չեմ էլ ասի ոչ, բայց իմ ոչ չասելը վստահ չի նշանակի այո։ Ես գիտեք I don't understand. Հարցին չեմ ասի այո, բայց նաև պիտի խոստովանեմ Ինձ ով սա կթարգմանի, ես ասում եմ, ես խոստանում եմ $1000 վճար, պարգևավճար։ Ես սա չհասկացա։ Չհասկացա։ Ասեմ առաջ։ Ուրեմն ամբողջ համացանցը շրջանառվում է տեսանյութ, վիդեոն, ուղիղ եթերը, որտեղ կառավարության նիստի ժամանակ գնում է հոսանքը։ Հայաստանը, եկեք մենք չհամեմատենք Եվրոպայի հետ, մենք Եվրոպայում չենք, մենք համեմատենք մեր հարևանների հետ, հա, մի կողմը Թուրքիա, մի կողմը Ադրբեջան, մի կողմը Պարսկաստան, Վրաստան, Ռուսաստան եւ այլն, ուսից մոտ տարածաշրջանով եկալենք։ Կարող եք պատկերացնել, պարոն Փաշինյան, որ Ալիևի ժողովի կառավարության նիստի ժամանակ Էրդողանի, Իրանի հոգևոր առաջնորդի կամ նախագահի, կամ Վրաստանի վարչապետի կառավարության նիստի ժամանակ, կամ լավ Վլադիմիր Վլադիմիրովիչի կառավարության նիստի ժամանակ լույսերը գնան։ Այտենց բան պատկերացնում եք։ Հիմա Նիկոլի զոմբիները պիտի ասեն, «Ադե մի անգամ գնացի չես ուզում այդ մարդուց», բայց նույն Նիկոլ Փաշինյանը ինչ ասում է, այս երևույթը սիստեմատիկաբար է։ Անընդհատ կառավարության լույսերը թարթում են։ Նիկոլի բառերն են, անընդհատ։ Ասում աշխատակազմին են դիտողություն արել։ Ֆրաց թեկվավ ուրա Սանոսյան։ Ասում պարոն Սանոսյան, ձեզ ասում էի։ 10 տարի ասում ես ասում եմ այս խնդրի մասին, քանի անգամ պետք է ասել։ Ես հիմա կփորձեմ խոսել բավականին կիրթ։ Պարոն Փաշինյան, տեսեք, ամբողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ դուք չեք տիրապետում իրավիճակին, բառիս ամենաբուն իմաստով։ Ձեր տիկինը ավելի է տիրապետում իրավիճակին, քան թե դուք։
Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ դուք բավականին հասանելի եք, բավականին որոշակի ոչ պաշտոնյա մարդկանց համար։ Դրան գումարած այն դաչում, որ դուք հանդիպում եք այդ մարդկանց հետ, ձեզ չթվա, թե դրա մասին մարդ չգիտի։ Գիտեն, որովհետև այդ յուրաքանչյուր հանդիպող, ով գալիս է ձեր մոտ, դրանցից մեծ մասը հետորնում է բերանը շաղատալի աչուձախ, թե ինչ է խոսացել եւ ո՞նց է խոսացել ձեզ հետ։ Ձեր հանդիպումներին, որ նստում եք, զրուցում եք եւ այլն պետական գործեր եք քննարկում, միշտ ներկայ է ձեր տիկինը։ Նախ ես խորհուրդ կտամ ձեր տիկնոջ ներկայությունը կրճատել ձեր ժողովների այդ մտերմիկ հանդիպումների ժամանակ։ Ձեր կինը պետական չինովնիկ չի։ Կինը որքան քիչ տեղեկացված լինի, այնքան ավելի լավ։ Սուլթան Սուլեյմանը Հյուրեմ Սուլթանին մեկուսացրեց նամա, որ ինքը գախտնի լսում էր, այսպես ասած, ժողովի թեմաները եւ այլն։ Դուք ձեր կնգան բերեմ նստում եք այնտեղ, այն անտերը քցմա ուսին, չայը խմելով, հələ բացի են որ լսում է, հələ մի հատ ցուցումներ ա տալի եւ ուղություններ։ Դրան գումարած ձեր այդ հասանելիությունը։ Նորից պիտի բերեմ Գասպարյան Վովայի օրինակը, այդ բոզի տողու, որի մաշկելուսը չի։ Նա ավելի հեշտ էր հանդիպել Հռոմի պապի հետ, քան Վովայի հետ, MVD-ի մինիստր կամ ռազմականի պետ եղած ժամանակ։ Դրան գումարած դու լինելով վարչապետ, ասում ես ես 10 տարի է ասում եմ այս հարցը։ Իմիջալոս մինչև հիմա առևտրի կենտրոններում է տոպրակները, որը որ դու օրենք էիր ընդունել, ցելոֆանի տոպրակից անցնել թղթի տոպրակի չեն անցել, մինչև հիմա ցելոֆան է։ Այսինքն դաժե քո ընդունած օրենքները, քո ենթականները չեն կատարում։ Անմիջական քո քո թիմը չի կատարում, որովհետև քեզ որպես մարդ, որպես ղեկավար չեն ընդունում։ Ես ինձ մարդիկ ուղարկի ասում են պարոն Ղուկասյան, մի հատ խնդրում եմ մեկնաբանեք, եթե դուք վարեիք կառավարության նիստ եւ լույսերը գնար, ինչ կանեիք, հարց է տալիս ինձ իմ ընտրողը։ Ես պատասխանել եմ իմ ընտրողին, ասել եմ այ հենց այդ պահին KGB-ի մինիստրը, MVD-ի մինիստրը, քննչական կոմիտեի ղեկավարը, գլխավոր դատախազը եւ ով։ Այս 4-ը իրենց ամբողջ կառույցով, քննիչներով, օպեր բլոկով, սպեցնազով, գրոհելու էին Երևանի էլեկտրոցանցեր կազմակերպության վրա, բերման էին ենթարկելու ողջ ղեկավար կազմին, ուղիղ Բերդ, իմ մոտ չէ, Բերդ, պետական լուրջ հոդված, պետության դեմ լուրջ հոդված վզներին դրած, որ մի 10 տարի պետք կլներ, որ իրանք դա հակառակը ապացուցեին, իմ վարած նիստի ժամանակ հոսանքը գնար, կամ իմ շենքում հոսանք թարթի, կամ 2023 թվականին Երևան քաղաքում լինեն հովարային անջատումներ, Են զովունին վաբշե ամար օրով լուսի երես չեր տենեմ, մարդկանց ապրանքները խալադենիքների մեջ պդմ էին։ Իսկ դու լինելով երկրի վարչապետ, քեզ հազարավոր մարդիկ են գրել։ Դու չես վերցրել դեղին հեռախոսը զանգես, ասես էլեկտրոցանց հիմնարկ այլևս գոյություն չունի, դառնամա պետական։ Որովհետև իր առաջ դրած խնդիրը 24 ժամ ապահովել Երևանը լուսով Հայաստանի էլեկտրոցանցերը չի կարող չեղարկել պայմանագիրը, գտնել միջոց էլեկտրոցանցը պետականացնել եւ վերջ։ Տալիս եմ ձեզ 48 ժամ ժամանակ, 48 ժամվա մեջ էլեկտրոցանցի պետականացման հիմքերը իմ սեղանին, գլխավոր դատախազի սեղանին դրված չեղան, տնով տեղով ծցնեմ եմ, սիկտիրեմ ալեմ ուղիղ Բերդ։ Այս ոճով պետք է խոսել, ընկեր Փաշինյան։ Ոչ թե կմկմալով թեքվել Սանոսյան, բոզի տղուն ասում ես, ես 10 տարի ասում եմ, ես ինչ է։ Բայց եթե քո Սանոսյանը, քո Սիմիդը, որը թաթախված են, քֆուրկե, որ Սիմիդը կաշառք չի վեկալը, որ դու չգիտես, թաթախված են կոռուպցիայի թալանի մեջ,
Քո ասա, քո մարդի քո ասածը չեն անում։ Արա, լուբոյ մարդու, արա դու բերեմ այդ օրինակ, որ Երևանը մամ։ Իմ մարդկանցից ովքեր իմ հետ շփվել են։ Ցանկացածի կարակ հանգիստ գտնեք Աբազանը, որ ուզենա, կարա ճարի։ Ցանկացած մարդ, ով իմ հետ շփվել է։ Իմ ընկերական միջավայր կոչված Բորիսիկ, Տիկո, Վահիկ, Գոքոր, Գրողուսև ցավ եւ հələ մի հատ հարց տուր։ Գնացեք բերման եթակե, ասա որ դոգը զանգը մեր, որ դու հերախոսին չէիր պատասխանում։ Ինչ երելեմ քո հետ։ Բոզի գնացած են եղե, ես զանգել եմ, խերը բոզի արգանդի մեջ հերախոսա վեկալ ասելա, ասա դոգ։ Որի մենքեն են եղե այսպես կոչված։ Ես մարդ ինչ ասում է։ Ալո։ Մենք ուղիղ եթերի մեջ ենք, բարի երեկո։ Հասկանում ես։ Ես զանգ եմ իմ զանգը չվերցնեին, կամ եթե այդ պայն չէին վեկալում, անմիջապես ունեին ընդամենը մի ժամ։ Մի ժամից 3 ժամից հետ զանգելու։ Եթե հետ չէր, էլ վերջ ամիսներով ես հեռախոս չէի վեկալում։ Բայց դու ես երկրի վարչապետ, ասում ես 10 տարի ասում եմ լուսը թարթամ է։ Սանոսյան գնելի խեռը չի։ Էս են քո կադրերը։ Քո հրամանը դաժե սրանց դու ես շետ սրանց բերե պաշտոնի նշանակը։ Դու ես բոզի տղեկին քուչեկիս կթե, սիսի, միսի, Սանոսյան գնել, սիմիդ, միմիդ եւ այլն, որոնք ոչինչ չեն ներկայացել իրանցից։ Բերել ես նշանակել ես մինիստր, զամմինիստր, վարչապետի խորհրդական օգնական, ու քո ասածը չեն անում, ու դու այնքան տրապկա ես, որ դաժե քո աշկերի պանիկան ես տեսա, որ լուսերը հանգան, քեզ տված էսա դուռը բացվում է, Նարի Հունանյան ավտոմատով մտնում է։ Այդ հենց հայացքեր քո վրան, վախը սրտումդ։ Բա կառավարությանից ժամանակ կառավարության լուսերը, ու մի անգամ չասես, մի անգամ է։ Ինքն է լավ ասում, ասում է սիստեմատիկաբար թարթում է։ Բա դու չես կանչեմ կենտրոն էլեկտրոցանցին պետին ասես բոզի տաղա, էսի վրա կայֆա վա տեսալ նա։ Տոնազարի լուսերը փատես վրեն տգլոր, միասրած փայփլով կողես նուբարաշեն, գյոտնոց ասես ենքան ծծսրեք, happy birthday to you ya ինչա, happy new year, եկնել տնես աս ենքան ծծսրեք միջև դարնա յոլկա։ Իվրա լուս անջատի։ Հասարակ լետենանտեի, Փարվանյան Տիգրան, վայքի գնդի հրամանատար, զանգի կանչի հարցերով։ Ես կարա ճաշարանի, կամանդեի ռազմականի, Ֆիլիպոսյան հերո, չգիտեմ, են օղլմացի կբա մերավ է պապիկյանը, լուբոյ վայքում եղած, ես ճաշարանի հրաման տամ, սես գայ մատս կսե յուղլներ, ասում էի 10 ռոպեից մտնեմ պիտի պայլի, ու ես գայ տենա պայլ չկա, 2006 թիվը միակ թիվն է եղել վայքի գնդի պատմության մեջ, որ ես ընդեղ եմ եղել, որ դիզինտերիա չեղի այդ գնդում։ Ես այդ ամենը ավակ լեզը, բայց եկա վարչապետ ես, այ գանդոն, վերջը չկարացես ընձի բանաների, զսպեի, վրետ լուս են անջատում, մերակ ասելով, ձով ունի լուս չունի, կենտոն լուս չունի, ավան լուս չունի, վարըմթա, էմա էլեկտրոցանցերի պետը, սեպակա, արդեն պիտի Աբազի հիմնակում դուբին կացացեր, խեր չէ դուբին կա։ Եվ այդ հիմնակը պետք է վաղուց պետականացվի, վաղուց, էտի, վիոլա ջուրը, մեռանք ասելով։ Սերսակսյան բոզի տղեն Ռոբերտ Քոչարյան ղախպի տղու հետ նախկինները վեկալել են մշտական եկամուտ բերող ռազմավարական նշանակություն ունեցող երկու բոզի տղա հիմնակ տվել են ես ղախպեքին։ Տարոն Մարկարյան, Տաշիր Սամո, քֆուր չեմ տալի Տաշիր Սամոին, դիվանագիտական անձնագիր ունի, մի ամի ժամկետով։ Բայց ինչա։ Ամբողջ ամառ երևանցիները, հայաստանցիները մարզերում լույս չի լինի, մարզերում ջուր չի լինի, 24 ժամյա հոսանք անջատում, իա, ինչի պաճառն ինչա, հոսանք չի արտադրվում, արտադրվում, բա ինչու քաղաքացուն չի հասնում, ինչ եք անջատում, պաճառը որն է, 10 տարուց ավելա վեկալել եք, նստել եք տակները, միլիարդներ եվրոպական բանկերից վերցել եք, որ պիտի այդ լարերը փոխեք, ինչ եղավ։
որովհետև քո ուժայինները հանձինս արգիշտից այս սաղով վրետ կայֆավատ են ըլլամ քո թիմը քո վրեն կայֆավատա ըլլամ քո թիմը քո վրեն ես այտենց ղեկավար չեմ տեսել ես իմ աշխատած տարիների ընթացքում նման ղեկավար չեմ տեսել ղեկավար եմ տեսել որ բանը ասում էր մենք էլ ենք ենթակա եղել մենք էլ ենք աշխատել թուղթը մակագրվում էր մեր վրեն Ին վրա թուղթ էր մակագրվում, որի պատասխանելու ժամկետը 10 օր էր։ Ես 4-րդ, 5-րդ օրը արդեն այդ թուղթը փակում էի, պատալոգ։ Ես չէի կարող իմ տեղը հանգիստ նստեի, եթե ինչ-որ մի փաստաթուղթ մնացել այն վրա մակագրված ղեկավարության կողմից առանց կատարման, որ հələ ես հələ մի շաբաթ ունեմ։ Կամ ես ինքս որպես քերականի պետ եւ այլն ես չէի կարող իմ տեղը հանգիստ նստեի եւ որ ես բան եմ ասում իմ ենթակային ու հələ մեծ հիմա ու նստեմ սպասեմ 10 օր օրենքը թույլ է տալի 10 օր հələ տենանք ինչ ալեմ ես անգամ ասեմ տղա ջան ինչ եղավ ասելա պարոն Ղուկասյան հələ 5 օր էլ կա 8 օր կա ասել չէ հիմա փագի ու իսկ պատասխանի վրաց ովքեր իմ հետ աշխատել են ռազմական ոստիկանությունում կհաստատեն ՆՎԴ-ում կհաստատեն Բայց եկա վարչապետս դեմը դրա հասարակ ասում ես 10 տարի ասում եմ չեք անում բայց դու ինչ ես այդ մարդկանց պահում տղա ջան ինչ ես պահում Սիմիտ Սանոսյան գնել այս բոզի տղեկին ես պահում որ ինչ ՆՎԴ ԿԳԲ արգիշտ որ վրետ արդեն լուսեր են անջատը մի հատ երկիր ցույց տու որ վարչապետը ժողովա անեմ ու լուս են անջատը վրեն 92 դիրեկտիվն էլի կասկնամ Ավակյան աշոտ կա 7-ի պետ կանչեք այդ բոզի տղուտ ախր մարդկանց անուններ եմ տալի հիմքով ասա որ գնացինք Մարտուն ու Զորամաստուգման մի հատ բարձերես կտա կեղտոտ մի հատ զինվորի տակը գիշերվա 3-ին կամբատին ոնց տնից կանչել բերել եմ սպիտակեղենը փողել եմ տվել Ձենս ընկել ամբողջ Մարտունու հոպ Զորամասով մեկ Բաբայան Արթուրներ հետս այդ Իսրայելցի Գանդոնը Արմաններ հետս Օսի Հարցրախ Մարտիկ մի հատ կեղտոտ բարձերեցի համար ես այդ գնդի հրամանատարի մորն ու տուն ու տեղը ծծցրի ոնց է զինվորի գլխի տակը սև բարձերեց այ բոզի տղա Գիշերվա 3-ին չև դոգել լուսը բարձվի նոր կամբատը եկելա բացելա բարձերեսը տվելա ու նոր սիկտիրա եղետուն ու մնաց թե վարչապետ 5 տարի 10 տարի ասված լուսերը թարթմա կառավարության շենքում չմո Սա քո տեղը չի եղբայր քո տեղը չի դու ղեկավարելով դժբախտաբար 5 տարի դու ցույց տվեցիր ինչի առաջ բերեցիր կանգնացրեցիր ես քեզ հարց տվեցի չէ որ այսօր քո ուղիղ եթերով հնչի կուլտուրական հաս 5 տարի 0 դատապարտյալ նախկիններից Դու կառավարության նիստի ժամանակ ես հարցը բարձրացում սասուն բոզի տղեն ասում է բդխնա Ինչ կապ ունի ստե բդխն սասուն Դու հիմքերը տարար դրի դեմը բդխն թողեց բդխն թողեց դատավորի վրա քնական գործառույցի Դատավորի վրա հելեք օպերատիվ բլոկ ունես դատավորի վրա հել որ դատավորը կաշարկավեկալ է թողում Բատիկան Արաքելյանը քիչ են թողում 14 թվի քնական գործով որ հես 10 տարի անցել է մարդուն տարեք օխել են ծակը խոշտանգելուց հետո բայց Սերժի Վաչոյին ասին դու անմեղ ես հաջողություն Վովա Գասպարյան անմեղ ես հաջողություն Գագիկ Խաչատրյան անմեղ ես հաջողություն Արման Հովսեփյան Սուրբ մարդ Սերժ Սարգսյան Սաղը Սելան Քալարա Մերժի Սերժին բորում էինք Մի վարկյան մարդը նստավ ճաղերի հետևում, մի ձեպավը էլ չի մտե, խի, ատե բդխնա մեղավոր։ Սաշիկ, ասելով Սաշիկի խերացավով էիք տարապում, հարց հետև է Նիկոլ Փաշինյան, Սաշիկը խի բերտով չի։ Չկա։ Ու հիմա, պարոն Փաշինյան, ոչ թե հիմա, այլ քո թիմը այսօր բերել ես քուչից
10 անգամ ավելի շատ է կոռուպցիայով զբաղվում, քան նախկինները։ Դրա վառ օրինակ այն վարորդական իրավունքները, որ բռնել եք, 380,000-ից 500,000 դրամ մի պրավ են։ Այն ժամանակ 100,000 դրամ էր գոնե։ Իսկ սա դու միայն էդ ես գթե 380,000 դրամ։ Մարդիկ առանց ատեստատ դբրոցները թռնելով են գազի վարդանի բոզի տաղեն են ղախպի սերունդը դրեցի դեմդ դրանը ինչ են պեկի են մյուս բոզի տղու 15 տարեկանում ԵՊՀ են ընդունում արա դրինք դեմդ այսքան կեղծ ատեստատներ չգիտեմ ջերմուկի բոզի տղեն Այն Արսենյանը, մյուսը դիպլոմներ, սովետի ժամանակ համալսարան ավարտել, ես ինչ անհասկանալի, երբ որ սա խորհրդային Հայաստանում մի հատ համալսարան էր։ Բայց անհայտ անձը, անհայտ հեռախոսահամարից, զանգամա ջերմուկի քաղաքապետ բոզի տղուն ասում է, դոգը $300,000 ա ուզում։ Ինչքանով ճիշտ, ինչքանով սո չգիտեմ, քրեական գործը դոգի ոռին։ Կլապ Դե ֆակտո դնում ես դեմն ասում ես մարդ ինքնյա կեսագությունով գելա գործ ունեցող համալսարան մի գնա կանչ 76 թվին մի հատ ԵՊՀ էր էսի որտեղից է բոզի տղա չեն էթը մարդիկ պոլի վրա են քնում բնդի տեղը նասկի են հագնում ձեռների վրա են թարախի մեջ ճփճփ մեռնում են քրական գործ չկա կանոնավորված չկա Ավտովաթար են տալի խփում ծխում են ազատության մեջ են ոնց խփես մարդ սպանես ավտովաթարը բանը են ագարկ են վայ Ալեցյանի հորը խփեց սպանեց առանց վարորդական իրավունք հարթած բարձր արագությամբ ասում է իմ դլոյին չի ես անց յոբրուն եմ Գոնե Սերժի ժամանակ մի հատ յոբրով հարց չէին կարան լուծեն, հիմա մի հատ յոբրով հարց են լուծում։ Խփի սպանի ֆրֆրա, պիզեց, գուլա դուշա։ Էսա։ Երևանի քաղաքապետարանի մասին էլես բան չխոսեմ։ Այս նախկիններ ներկաներ կամ այս փողոցային առևտրականներին, որ գնամ կպնամ վեկալեմ։ Լավ, դրա մասին առանձին։ Ես ուզում եմ, որպեսզի դուք, պարոն Փաշինյան, արձանագրեք մի բան, որ դուք տապալել եք այն, ինչը որ դու խոսք ես տվել քո ընտրողին։ Դու վաղուց ընդդիմադիր պատգամավոր չես։ Քեզ դու վարչապետ եղած ժամանակ քարոզարշավի մասնակցեցիր, պողպատե մանդատ չագուչ բանտիկով կապած տվին ձեռդ։ Նորից Zero դատապարտյալ 5 տարվա մեջ նախկիններից 0 դատապարտյալ Փոխարենը բերթերում փդում են մարդիկ ովքեր 100,000 դրամ 50,000 դրամ շորթում խուլիգանություն եւ այլն առանց համաներման առանց այլևալի Ես մի բան գիտեմ որ Այս երկիրը պիտի փակվի սահմանները եւ սկսվի ներքին կոտորած։ Ներքին կոտորած են քրյա օլիգարխիկ մասսայի, ով այսենց երկիրը լարթի ծծան պարազիտի նման ծծմա ամբողջ երկիրը։ Անդերքից բռնած ես լճերով, մճերով, հանքերով եւ այլն օթից վերջացրած։ Եվ ես այս եթերը խնդրում եմ կտրել պահել։ Ես ասում եմ, այդ սանիտարը, ով սրանց մաքրելու է, կոտորելու է, բնաջնջելու է, ոչնչացնելու է, փագելու է, բռնաբարելու է, ցավոք սրտի մի հոգի է։ Այդ ես եմ, Վարդան Յուրիկի Ղուկասյան։ Ուրիշ անձ, ով անկախ սեռից, ուրիշ քաղաքական գործիչ, ով երթում է տալիս իր ժողովրդին անկախ սեռից ծածանել բարիս ամենաբուն իմաստով տեսեք ինչ եմ ասում բարի ամենաբուն իմաստով թե նախկին
թե ներկա այս այս ռոբասերժան նիկոլական քերա օլիգարխիկ մասային չկա ցույց տվեք մեկի վրա ձեր մատը դրեք մի հատ քաղաքական գործի ով ասում է ալամը իմ մորը ծսցնի եթե ես սրան չծսցնեմ ես ես քֆուրը ուտում եմ որովհետև մեր ազգը այս լեզուն ավելի լավ է հասկանում քան այո մենք պետք է բաժի ես ես քֆուրը ուտում եմ Ես սրանց ոչնչացնելու եմ բարիս ամենաբուն իմաստով։ Մի հատ դեմիս կրուպնի համաներում բերթը մաքրելու եմ, սաղեն ես ժուլիկ մուլիկ սաղեն հանելու եմ սիկտիրանեմ դուրս, են գողերին վաբշա ասեմ կամ երկրում խելո կնա միտեղ նստնում եք կամ փախնում եք երկրից գնացեք, ու սկսվելու է կոտորած 37 թիվ, բարիս ես թքած ունեմ ինչ կասի Եվրոպան, ես թքած ունեմ ինչ կասի աշխարհը, Ես պիտի ասեմ սա իմ երկիրն է, ես Սանեպիցկայանի աշխատող եմ, ես երկիրս մաքրում եմ, ինձ պետք է մի տարի, պատալոկ, կմաքրեմ, կվերջացնեմ, նոր կվերադառնամ մարդու իրավունքներին։ Օրենքի կատարյալ դիկտատուրա եւ անարխիա, այսպես գույք, մույք, խլած, դատարան, մատան, ոչ, հանրային ձայնը մտավ պարլամենտ առաջի օրենքի նախագիծը որն է լինելու, փոխել այս պետական գույքի, ապօրինի գույքի բռնագրավման ձևը։ Կանչմա դատախազը նստած նմա դեմն ասում է արքես սպիտակ թուղթ գրի, ստացել ես X աշխատավարձ, ունես 3X կապիտալ, 2X-ը որտեղից գրի։ Չգրես հիմնավորեց 2X-ը ձեռից վերցվում է ուղիղ բերդ։ Բրծավ։ Էլ դատարան, մաթարան, հակակոռուպցիոն դատարան, եւ նյատել պիտի նստենք սպասենք մինչեւ գնա վերաքնիչը բեկանվում է գնա վճռաբեկը բեկանվում է գնա եվրոպական դատարան, ու մնաց։ Ատեն շինլելու։ Կամ ինչ ասեմ Նիկոլ Բոզի տղեն։ Ասում է բան չտվաշեմ, ասում է գազի զապրավկին, ուշադիր լսեք, կամ բենզակալոնկեն Թույլտվությունը ստացել է ավելի շուտ, կառուցվել է, հետո գազի զապրավկի կամ բենզակալոնկի կողը կառուցվել է բնակելի շենքը։ Դեմից ասում է գազի կալոնկեն ա եղել, հետո բնակելի շենքը։ Հիմա ես ինչ անեմ, ինչ մենք բնակելի շենքը քանդենք, ձև չունենք, բա ինչ ես առաջարկում Նիկոլ Փաշինյան։ Եթե քեզ խորհուրդ պետք տամ Այդ գազի կալոնկին, այդ բենզակալոնկին, որը որ ավելի շուտ է կառուցվել, քան կողքի բնակելի շենքը, ըստ քեզ, ինչ ես անում։ Ուրեմն այդ գազի բենզակալոնկա կոչված ղախպությանը տալու ես փոխհատուցում, շուկայական գնի համապատասխան, արժես բենզակալոնկեն $1 միլիոն, ան քո $1 միլիոն, գազի կալոնկեն քանդում ենք, բենզակալոնկեն քանդում ենք, հավասարցնում ենք հողին, հանում ենք փաստաթղթերը, ով է տվել բնակելի շենքի շինթույլտվությունը գազի կալոնկի կամ բենզակալոնկի գողը կարդամ ենք, Տարոն Մարգարյան, մնացած քաղաքապետարանի աշխատող, օքեյ, Տարոն Մարգարյանի վրա հարուցում են քրական գործ, ապօրինի շինթույլտվություն տալով բնակելի շենքը կայունացնելով, եւ Տարոն Մարգարյանից բռնագանձում ենք այն գումարը, որը որ մենք տվել ենք բենզակալոնկի տիրոջը այն քանդելու համար։ Խնդրեմ, ձևեր ուզում բացատրեցի, Բոզի տղա քաղաքապետ, ով ուզում է լինի, ինչի ես տվել շին թույլտվություն գազի կալոնկի կողը կամ բենզակալոնկի։ Հարց, տվել ես, ապրես, հիմա քեզնից բռնագանձում ենք, որովհետև մարդը փողովա չէ տվել, բռնագանձում ենք, Փողը գնում է բյուջե, իսկ մինչ այդ բյուջեից կանչում ես այդ գազի կալոնկի Վաշինգտոնից, ասում ես անկո $1 միլիոն 500,000, դավայ սիկտիր, գազի կալոնկենը քանդում ենք, հարցի լուծումը։ Ոչ թե Տարոն Մարգարյանը այնքան անվտանգության ֆինանսական բարձիկ ունի, որ էքստազից, էֆորիայից սա գիշերները չես կնամ, կնգաներ դոփը, որ կնիկնել արաքս թշնաբուծարանին հավասար, ոնց որ ընդեղա ձու ցրտավամ, իղել ընդեղ այդքան երեխայա ցրտե, կանտեյների վրա, ինչ է ցրտը, որովհետև այնց ֆինանսական բացիկ ունի, որ 7 չէ, 127 հատ երեխա կարար պահեր, Տարոն Մարգարյանը որ ական տան համարներն է ֆուլ,
Բա կան չի տալով Մակալյան կլնի, ով կնի այդ նախքին, ով եղած այդ քաղաքապետերը, ովքեր շին թույլտվություն են տվել, բռնական ձեկ։ Տվել ես դու ես տվել չէ բոզի տղա, վсё, գնաց։ Ոչ թե նստի ապուշի նման ասա ո՞նց ես անեմ, բնակելի շենքը ավելի ուշ է, բա հիմա ո՞նց անենք, բա այդ կալոնք են բայթավ, այդ բնակելի շենքի ժողովուրդը ինչ են ալում, Ժաննա Դարկ։ Հա։ Բա դրա մասին դու չես մտածում, քո քաղաքացիների, քեզ ընտրող զոմբիների մասին չես մտածում։ Այդ շենքերի մեծ մասում զոմբի են ապրում։ Կամ են նույն բնակիչները, ովքեր Ռոբերտ ընտրեք, նույն Ռոբերտ Քոչարյան, նույն Սերժ Սարգսյան, դրանց քաղաքապետերն են, չէ՞, ձեր շենքը բերե բեզակալոնքի քթի տակ մցել է, որ դուք վառվեք։ Մի օր, ու հալբատ կլինի մի օր։ Ամեն հարց լուծում ունի, Նիկոլ։ Եթե դու բարթանում ես այդ լուծումների մեջ, ես պատրաստ եմ քեզ օգնելու, որովհետև ես տենեմ եմ սաղ քո վրա ֆռռում են։ Դաժե քո սեփական կնիկը քո վրան ֆռռմա։ Քո աներձակը, որը սիգարետի գործա անեմ, բոմժեր 5000 դրամով էր նկարահանվում կինոներում, այսօր Ամերիկա տունա առե աներձակը։ Այդ Վարդան Ղուկասյանը Ամերիկա խիտուն չունի։ Վարդան Ղուկասյանը Ամերիկա խի ավտո չունի։ Գագոին եմ ասում, Գագո, կվարտիրաս ուրա։ Տավարի ցավի նման նայում աշկիս։ Գագո ավտո սուբերբան ուրա ավտո է ուզում։ Այն մեծ շատ եկաների չեմ ուզում, այն բանը միջին ձևն եմ ուզում քեզանից։ Կամ Լինքոլ, կամ սուբերբան, կամ ինֆինիտ։ Միջին չափը, ոչ շատ երկար։ Տալը չի տալım, որովհետև Վարդան Ղուկասյանի պապան Ռոբերտ Քոչարյանը չի, հոյողբերը Սերժ Սարգսյանը չի, բանը քուրս Աննա Հակոբյանը չի։ Գագոն չի տալım։ Բայց Գագոն չգիտի, որ Վարդան Ղուկասյանն եկավ ու գալու է, իմ խեռն եմ տալու քեզ Գագո։ Ախ ես անելու մի հատ ավտո թողամ քեզ, էդ էլ չէ, հորդ 24-ն եմ թողալու, վերջ։ Ես քեզ կհիշեցնեմ։ Հասկանում ես։ Դու մեղք ես։ Դու մեղք ես, որովհետև չկաս, փալաս։ Ասում 10 տարի ասում եմ լուսերը թարթմա։ Հիմա որ նորից Վովայի օրինակը բերեն, պիտի ասեն դոգը Վովայա գովում։ Բայց ես այդպես ղեկավար եմ տեսել։ Այդ ուրիշ հարց, որ նարկոտիկը ուղեղը տարավ, հելա բոզի տղություն արեց սեփական թմի դեմ։ Հանուն դոլարնիքի։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն, միշտ նոր հանդիպում։